Я хотел сказать, что перед матерями Армении я преклоняюсь. Все дети матерей Армении, которые погибли в этих войнах, эти матеря герои. Государство на них внимания не обращает. Я хочу сказать, что слезы этих матерей, пускай превратятся в ножи и воткнутся во всем этим, кто был в это время президентом с первого дня до последнего дня, воткнутся им в глаза и в спины. Потому что сегодня первое лицо в Армении – это мать. Мать, которая понесла самые большие потери. И сегодня, когда к этим матерям вот так относятся, мне хочется плевать на все это. На всех этих людей плевать мне хочется, кто сидит во главе власти с первого токанка до последнего токанка. Все это и Узумасей. Եղավ Ձեդո ջան, եղավ։ Շնորհակալություն։ Պարոն Սեֆիլյան, երևի հասկացաք ինչի մասին է խոսքը, խոնարհումներ մայրերի եւ ասում է շատ հետաքրքիր բան ասեց, ասում է մեր հայր մայրերի արցունքները թող դանակ դառնան եւ խոցվեն պետական դավաճանների այն կառավարիչների, որ բերեցին հասցրեցին մեզ այսօրվա օրվան։ Մոտավորապես այսպես։ Շնորհակալություն, սպասիբա Ձեդո ջան, խոսքը փոխանցենք մեր Մաքսին Մարշալ ջան, խնդրեմ համեցի։ Մաքս Բարի եկո։ Հարգելի հայ ժողովուրդ։ Հարգանքներս իմ լավ զինակից եղբայր պարոն Սեֆիլյան։ Գնդապետ Կարապետյանն է հիմա ձեր հետ փորձում շփվի։ Մաքսյան ձայնդ մի քիչ բարձր, լավ չի լսվում։ Հացեր, հա։ Հա, հիմա լավ է։ Հիմա լավ է։ Պարոն Սեֆիլյան, առաջին հարցը երևի տամ այս հարցը, որովհետև լինելով բանակի հետ կապված մենք երկուսս երևի առաջնայինը տեսնում ենք նմանատիպ հարցեր։ Բանակի կարևորության մասին շատերն են խոսում, ես կցանկանայի իմանալ ինչ ձևով եւ ինչ միջոցներով եք պատկերացնում բանակի վերազինումը եւ հզորացումը։ Անշուշտ երկար կարելի է խոսել այս թեմայով։ Ուզում այս բանին առանձնացնել որպես կարևորագույն անելիք։ Հնարավոր չի Հայաստանում կամ հայությունը ամուր բանակ ունենա միաժամանակ գրում անարդար մթնոլորտ իշխի։ Սա հնարավոր չի։ Ուզում ասել այնքան կարևոր է ներքին, ներազգային հնարավորինս արդար չենք ասում, մենք լուսնի վրա չենք ապրում, այս աշխարհում ենք ապրում, բայց արդարության հանգամանքը շատ կարևոր է։ Այսինքն միջև բանակի մենք մեր չենք կարողանալու գադարելապես հզորացնել հայկական բանակը, եթե մինչ այդ լուծած չլինենք այդ ներքին անարդարության բանը։ Սա շատ կարևոր է։ Ուզում ասել առաջնահերթորեն հնարավոր չի բանակի հզորացում առանցին տեսնել առանց մյուս կարևորագույն հարցերը հնարավոր։ Իսկ մեծ հաշվով այդ մենք ազգային պետություն ենք պատկերացնում ունենալ եւ այսօր բան չի նոր քույր չենք անում աշխարհի վրա օրինակները կան ազգային պետությունների եւ իրենց պաշտպանական համակարգի օրինակները մեր աչքի առաջ են ուստի մերը շատ հերու պիտի չի լինի այդ համակարգից այսօր մենք չունենք ազգային բանակ չունենք անունով ազգային է բայց մենք թույլ չտվեցին ասեն բادرազմը երբ ավարտվեց մենք ուրախ էինք որ վերջապես ժամանակ գունենանք եւ գլծվենք մեր երազած ազգային բանակը ստեղծելու բայց բոլորս տեսանք ինչ տեղի ունեցավ քաղաքական ինչպիսի փոփոխություններ եւ թույլ չտվեցին որ վերջապես Հայաստանում ծնվի հայկական բանակ վերադառնալով ասեն ինչպիսի մոդել պիտի լինի բանակը կամ պաշտպանական բանակը ինքը ազգային պետություններում միայն բանակով չի հնարավոր չի հա ամբողջ բնակչությունը ինքը թերագադարում պիտի ունենա պաշտպանական գործունեությանը ամբողջ բնակչությունը
այսպես ասած ամեն իր կորզարույթը հստակ իմանալով, հստակ դերաբաժանմամբ եւ այլն եւ այլն։ Շատ չերգարելու համար օրինակներ ես երկու օրինակ բերեմ, ասենք Իսրայելի մոդելը, Շվեյցարիայի մոդելը, այս երկու մոդելների սինտեզելով այս երկու մոդելը եւ այդ սինտեզված մոդելի մեջ բերելով հայկական առանձնահատկությունները եւ մեր հայրենիքի առանձնահատկությունները եւ մեր ժողովրդի բնավորության, ինչ չէ նաեւ սփռվածության աշխարհում մեջ առանձնահատկությունները նկատի առնելով ձևավորել տասական ազգային պաշտպանական համակարգ։ Բնականաբար նաև բանակը, որ պատկերացնում ենք, կամ այդ պաշտպանական համակարգը, որ պատկերացնում ենք, դա պիտի պայմանականորեն կարելի է կոչել խելացի բանակ, ինչպես այսօր հաջող չէ խոսվում։ Մենք բոլորս հասկանում ենք այս օրերի եւ առավել եւս առաջիկա ժամանակների տեխնոլոգիական նորարարությունների ազդեցությունը պաշտպանական համակարգում։ Մենք այսօր տեսնում ենք։ Այսինքն ամենավերջի օրինակը Իսրայել Պաղեստին, Իսրայել Լիբանանի Հեզբոլլա հայտնի հագամարտություններ, որտեղ մենք տեսանք տեխնոլոգիական դարբերության արդյունքները եւ պատերազմների արդեն ոճը փոխված է եւ գնալով ավելի է փոխվել։ Այս ամեն ինչ պիտի մենք տեսնենք, պիտի հերուն տեսնենք եւ այդ դեպի հերուն տեսնելով է որ համապատասխան քայլեր առնենք։ Ամեն ինչի լուծումը կա, այսինքն եթե փոքր ենք, քիչ ենք, դա ոչ մի նշանակություն չունի։ Ամեն ինչի լուծումը կա, սակայն դա ամեն ինչը կյանքի կոչելու համար ազգային քաղաքական ղեկավարություն է պետք, քաղաքական խնդիր տնել է պետք եւ քաղաքական կամք է պետք։ Ասեմ ցեզ, որ մեր ժողովուրդը այսօր որ շատերը դժգոհում են ժողովրդի, բոլորս ենք դժգոհում, մենք մեզից ենք դժգոհում, մթնոլորտից, անդարբերությունից, բոլորը պիտի իմանան, որ այն օրը, երբ Հայաստանի ղեկավար մագարտակում լինի փոփոխություն դրական իմաստով եւ լինեն մարդիկ իրենց գենցաղավարությամբ օրինագելի լինեն, դուք չեք պատկերացնում Հայաստանում ամիսների ընթացքում ինչպիսի մթնոլորտի փոփոխություն է տեղի ունենալու, այդ անդարբեր ժողովուրդը ինչպիսի նվիրական պատրաստակամություն է ցուցաբերելու ընդհանուրի համար, հայրենիքի համար, պետականաշինության համար, այդ պոտենցիալը այսօր մեր ժողովուրդը գրում է իր մեջ։ Սակայն քանի որ այս բարակդիչ ծրագրերն են, որ առայժմ գերիշխում ամեն ինչի վրա, այդ պատճառով այսօր մեր ցախողություններ յետևից։ Վերադառնալով, ապոպելով, ինչպես ասեցի, կարևորագույն հանգաման գերգրեն ներս սոցիալ արդարական հնարավորինս հավասար պայմաններ եւ ինչպես ասեցի, ազգային առանձնահատկությունները եւ մեր աշխարհագրական թիրքը նկատի առնելով համապատասխան կառուցվածքի ձևավորումը պիտի ունենք։ Որի մասին մենք ունենք ծրագրեր, ունենք հրաբարակած այդ ամեն ինչը, մենք որ բևերը որ խոսում է ծրագրերից, սա ոչ թե բևերի ծրագիրն է, դա մեր պատկերացրած պետականաշինության ծրագիրն է, այսինքն այդ ծրագրերը պիտի սկսեն գործել, երբ որ Հայաստանում ձևավորվի ազգային գլուխ։ Եթե նույնիսկ այդ նոր ձևավորվելի կանցումային կառավարության ղեկավար նույնիսկ եթե բևերից չի, բայց ազգային մտածելակերպ ունեցող անձնավորություն է, այդ ծրագիրը նա եթե իրականացնում է, մենք հասնում ենք մեր նպատակին։ Այսօր մենք նպատակին որ չենք հասել, գլխավորապես դա նկատի ունենք, այսինքն բայկարը, որ մենք տարիներ բայկարել ենք եւ մենք մեր գլխավոր նպատակին չենք հասել, դա մեզ պիտի չի հուսահատեցնի։ Ավելին ասեմ, ցեզ որ մենք որոշ չափով մենք հաջողություններ ունենք, մենք ըստ էության մեր նման քաղաքական ուժ այսօր Հայաստանում պետք չէ լիներ, որովհետեւ մեզ ջզմելու փորձերը բազմաթիվ են եղել եւ չեն հաջողել։ Ուստի, քանի որ նաեւ փոփոխությունները հերու չեն եւ մենք ամեն ինչի շեմին ենք գտնվում, քանի որ մենք ծրագրային իմաստով բավական պատրաստված ենք, եթե կադրային իմաստով էլ անհրաժեշտ լինի բևերում եւս
այդ իմաստով այնպես չէ որ կադրային սով է, բավական մարդիկ կան, որոնք կարող են պատասխանատու պաշտոնները ստանցնել, պատասխանության տակ մտնել, որ այսօր շատ քիչ է, հայության շրջանագեն ներս, շատեր խուսափում են պատասխանությունից։ Միաժամանակ, սակայն մենք այս ամբողջ ճգնաժամից դուրս գալու վիճակը տեսնում ենք, դա հնարավոր չի միայն բևերով, չենք պատկերացնում միայն բևերով, դա պիտի լինի բազմաթիվ առողջ շրջանակների ներուժի մեկտեղմամբ պիտի գտնենք լուծումը այս ճգնաժամից դուրս գալու։ Ես բարբերաբար շեղվում եմ, բայց վերջո նույն բանի մասին եմ խոսում։ Այսքանը։ Այո։ Շնորհակալ եմ այդ հարցին պատասխանելու համար։ Պարոն Սեֆիլյան, բոլորը խոսում են ազգի համախմբման մասին։ Ինչ ձևով եք պատկերացնում ազգի համախմբումը անուն հայրենիքի փրկության եւ մեր ազգի համախմբում ես չեմ պատկերացնում այսօրվա, ասենք, ճպետությունով։ Ազգի համախմբում հնարավոր է նկատի ունեմ աշխարհասփյուր հայության մասին է խոսքը։ Այո, այդ համախմբում ես պատկերացնում եմ հնարավոր է լինի, երբ Երևանում ձևավորվի ազգային քաղաքական գլուխ։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ազգային համախմբումից խոսել։ Այժմ եթե մենք խոսում ենք ինչ-որ համախմբումից, խոսքը վերաբերում է քաղաքական, ասենք, քաղաքականապես գիտակցված ազգային մի շերտից, դասյակ հազարավոր մարդկանց համախմբումից մենք խոսում ենք դիմադրելու նպատակով, հետո դիմադրելուց հետո ազգային պետություն ծնելու այժմ եթե մենք համախմբումից ենք խոսում, այս համախմբումից ենք խոսում։ Իսկ մեզ ծեր ասած ազգային համախմբումը ասեցի, երբ դա հնարավոր է։ Դավիթ ջան, երկու հարցեր, թե երեք։ Քանի որ երկրորդը շատ կարճ էր, խնդրեմ մի հատ էլ հարցրու, հետո պարոն Արտակ Սարգսյանի խոսքը կտանք։ Լավ։ Ուրեմն ինչ կարծիք եք, որ այսինքն Սփյուռքի հետ կապված չեմ ուզում էլ հարց տամ, պարզ էր արդեն այդ համախմբումն է հիմնականում։ Ադրբեջանի կողմից հնարավոր եք համարում մոտ ժամանակներս ռազմական ագրեսիա, եթե այո, ինչպես եք պատկերացնում ներկայիս գերագույն գլխավոր հրամանատար կոչվածի հետ եւ ինչ միջոցներով ու ինչ երաշխիքներով կարող ենք հուսադրել մեր ժողովրդին, որ չենք կորցնի մեր երկիրը, պետությունը, պետականությունը։ Այո, ասենք բարբերաբար հետևելով ոնց աշխարհակաղական անցուդարձերին եզրակացություններ ենք ունենում։ Այժմ եթե փորձեմ պատասխանել, ասենք պատերազմ, ռազմական գործողություններ Հայաստանը ռազմականորեն գուլ դալու նպատակով հավանականությունը այս օրերին ես քիչ եմ համարում։ Սակայն ռազմական լայնածավալ գործողությունների իմիտացիա, ցեղականություն չեմ բացառում։ Առաջիկա ժամանակներում դաշնամի գոմը փորձի այդ իմիտացիան ցույց տալ, որի ասենք նպատակը պիտի լինի ճնշելը հայ ժողովրդին վախեցնելով ինչ-ինչ նպատակների հասնել կորձող իշխանությունների կողմից։ Սա ավելի հավանական եմ համարում, քան թե իրոք ռազմական գործողություններով Հայաստանը գուլդալ։ Դա սակայն այնքան խառնակ ժամանակներ են ապրում։ Մենք միշտ պիտի նկատի ունենանք ամենավատ սցենարը եւ պետք է պատրաստ լինենք։ Ուստի ինչպես ասացիք, եթե լինի եթե լինի ամենավատը, ապա այս գենթանու օրոք, այս բադուհասի օրոք մենք ինչպես կարող ենք պատերազմ մղել։ Բնականաբար չենք կարող, ուստի այսօրվանից մենք պետք է իմանանք, երբ որ պատերազմ լինի, մեր առաջի քայլը ինչը պետք է լինի։ Ես չեմ պատկերացնում, մենք պատերազմ կարող ենք վարել այսօրվա իշխանություններով։ Դա հնարավոր չէ։ Ուստի բարձ է ինչ պետք է անել։ Շատ շնորհակալություն։ Կամոջա միկրոֆոնը փակել է։ Սեֆիլյան, շնորհակալություն։ Հարգանքներս։ Հագեմ թե բացեմ։ Փակի։
Պարոն Արտակ Սարգսյանի խոսք տանք, բարով եք եկել, պարոն Սարգսյան, առաջին Վերդսելի անցել արի ախպրեշ է։ Համջան 1000 ներողություն, պարոն Արտակ Սարգսյանի խոսք ենք տալիս ու դու ես։ Как свой, как свой։ Հետո կասեմ։ Բամերոցին պետք է ճաշենք ապե, բայց պետք։ Կամոջան կներես։ Պարոն Սարգսյան, բարով ես եկել, առաջի անգամ եք մեր մոտ եկել։ Խնդրեմ ձեր հարցը ուղեք երկու հարց։ Պարոն Դավիթյան, շնորհակալ եմ հրավիրելու համար, պարոն Սեֆիլյան, հարգանքներս։ Երեք ձեր թիմակցի հետ էր հարցազրույցը, դե շատ հարցեր չեմ տա, ձեր թիմակցից Արա Պապյանի հետ էր հարցազրույցը, հիմա մի երկու հատ կարճ հարց։ Արժանացել եք Խաչի առաջի կարգի մեդալի գնդապետ, թե փոխգնդապետ, ճիշտ եմ ասում, մի մարդու կողմից, մի մարդու կողմից ում դեմ դուրս եք եկել, հետո սատարել եք Նիկոլ Փաշինյանին, դուրս եք եկել այդ մարդու դեմ, ով որ ձեզ տվել է շքանշան, ու տենց շքանշան առաջի կարգի շքանշանները կամ այդ գնդապետի ով է դվել, ինձ կասեք ով է դվել։ Սերժ Սարգսյանի օրոք է եղել, չէ՞ դա։ Չէ, սխալ ես։ Նա դեղի է ունեցել 97 թվականին։ 97 թվականին։ Լավ, հիմա այս մարդուն որ դուք Եվ ես անցամ չեմ գնացել շքանշանը վերցնելու, հրաժարվել եմ։ Ողջունելի է։ Հիմա այս մարդուն որ դուք անասում եք շքանշանը գեներալների միջոցով հասցրել են ինձ։ Ողջունելի է։ 97 թվական։ Ողջունելի է։ Հիմա այս մարդուն որ դուք անասուն եք ասում կամ կենթանի եք ասում, առաջի շարքերում այս մարդուն օգնել եք, սատարել եք, որ գա իշխանության, ճիշտ եմ։ Մասամբ, հեսա կասեմ ինչու ոչ։ Մենք որովհետև պանդում ենք եղել, տեղյակ եք, նա որ իշխանության եկել է։ Դուք որ բանտում եք եղել, տեղյակ եք։ Պանդում նստած իրեն իշխանության եք բերել։ Չէ, ուղղակի ձեր կալանքը, Երևի որ ես ժամանակու չեք, ձեզ կալանքա տրված եղել, թե հետո փոխվել 6 միլիոն 500 հազարի, ինչքան գիտեմ։ Այո, բայց արդեն իշխանապողությունից հետո։ Այսինքն գործարք է եղել։ Չէ, իշխանապողությունից հետո, չէ, գործարք չի եղել, ես կասեմ ինչա տեղ ունեց, այսինքն ես կուզեի որ քո ունեցած դեղեցությունը ճշտենք, որտեղ ինչպես տեսնում ես որ այնքան է ճիշտ չի ունեցած դեղեցություն, նախ էդի ճշտենք, հետո ըստ այդմ հարցը ձևակերպենք։ Լավ, իշխանապողությունից հետո կալանքը փոխվել է 6 միլիոն 500 հազարի, ճիշտ եմ։ Նայած մենակ իմ հետ չէր վերապերում, մենք 30 քանի հոգով պանդերում ենք գտնվում, ամիսների ընթացքում գամած գրավով մեզ այսպես ասած ֆիզիկապես ազատության մեջ ենք գտնվել։ Եվ բադահական չէր այդ գամացը, այսինքն 18 թվականի փոփոխությունը ես այս հարցին մի քիչ պիտի փորձեմ ավելի հիմնավոր պատասխանել, որ իրար հասկանանք, հա, Արտակ ջան։ Հա, փորձեմ։ Ուրեմն 16 թվականին դեղի ունեցավ հայտնի ապստամբության փորձը եւ այդ փորձի պատճառով Մոսկվայում հասկացան, որ Հայաստանում այլևս Սերժ Սարգսյանը չի կարողանում իրավիճակը վերահսկի։ Եվ եթե հիշում եք հայտնի գործողությունից հետո 16 թվականի հուլիսյան գործողությունից հետո շատ կարճ ժամանակ հետո Կարեն Ղարաբեդյանին ուղարկեցին այստեղ վարչապետ։ Եվ Սերժ Սարգսյանին ասացին, որ պատրաստվիր իշխանությունը փոխանցելու Կարենին, քանի որ ինչպես տեսնում ես, դու արդեն ժողովրդի ադելությունը քո նկատմամբ ինչքան բարձրացել է, հնարավոր չէ այլևս դու շարունակես։ Եվ 18 թվականը մենք պետք է հասկանանք, որ մեծ հաշվով կոլորշի բաց թողելու նպատակով է տեղի ունեցել։ Տեղեկությունները դες որտեղից Սերժ Սարգսյանն է ասել։ Ամեն տեղից, չէ, բացի Սերժ Սարգսյանից, շատ տեղերից։ Հա,
այսինքն հիմնավոր դեղեցությունները Կրեմլից, Սերժ Սարգսյանից, եթե երկու հոգի են, Կրեմլը կամ Սերժ Սարգսյանը, կամ Կրեմլն ասե կամ Սերժ Սարգսյանը, ով է ինչու այս աշխարհը ունեք Կրեմլն ու Սարգսյանն են բազմաթիվ դեղերից եւ նաեւ ինչ որ դեղեցություն ստանում ես դա պիտի չի ընդունես որպես հալածյուղ հետո ինքը ժամանակը ցույց է տալիս ինչն է ճիշտ ինքը չի սխալ Պարկասո այսօր կարող ենք արդեն հանկիստ նաեւ վերլուծել այդ մեր ունեցած դեղեցությունների հիման վրա այսինքն 18 թվականի փոփոխության նպատակը Կոլորշի փաստողելն էր, որովհետև եթե Սերժ Սարգսյանը չհերացվեր 18 թվականին, 16 թվականի ապստամբությունից հետո Հայաստանում օր-օրի լարումը մեծանում էր եւ ծայրահեղ քայլերի թիմելու շրջանակների քանակը օր-օրի մեծանում էր։ Այս ամեն ինչը հատուկ ծառայությունները ֆիքսում էին եւ հասկացել են, որ եթե իրենք չանեն փոփոխություն, այդ բայթունը դեղի է ունենալու։ Եվ 18 թվականի Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելը որը Կրեմլի միջոցով դեղի ունեցավ մեծ հաշվով։ Դրա գլխավոր նպատակը այդ կոլոշին փաստողելն էր։ Եվ ամենակարևոր հանգամանքը այդ փոփոխությունը, որ դեղի է ունենալու, նախորդ որոշված էր։ Ես այդ ինֆորմացիան փետրվար ամսին եմ իմացել։ Ագավին ոչ 18 թվական փետրվար ամիս։ Ուրեմն փոփոխությունը պիտի լինի եւ բանդում գտնվող քաղաքական պատճառով բանդարգված մարդիկ մասնավորապես մեզ, հասարակներին, պիտի բանդից բաց թողնեն շատ դանդաղ, ոչ երբեք միանգամից բոլորին, եթե նկատեցիք ավելի 23-ին, երբ որ արդեն Սերժը չկար, իշխանափոխություն, բանդերի դռները չբացվեցին, մենք շարունակեցինք մնալ, միայն այս հանգամանքը ինքը ապացույց է, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել։ Եվ միայն այն ամիսներ դևեց, որ մենք դուրս գանք։ Ես դուրս եմ եկել, ինչքան հիշում եմ, հունիսի կեսերին։ Այսինքն փոփոխությունից փոխվել է ավելի շատ է դատապարտվել, չէ՞։ Ցմա, ասենք 8 տարին ցմա է դարել։ Շատ բան չկա, այսինքն այստեղ մի հոգ Ես իմ կապն է, թե ինժեները դատագրի ժամանակ խափաման միջոցները փոխվեց, այդպես դուրս եկանք մենք։ Ոչ թե վճիրները ավելի ուշ են տեղի ունեցել եւ այդ վճիրների պատճառով ազատ խափաման միջոցները ովքեր ազատության մեջ են, մի մասը այդ պատճառով այսօր Վարոժան Ավետիսյանի գլխավորությամբ փանդում է գտնվում։ Ինչ եմ ուզում ասել, որ ես շատ գուզեի, որ շատ այս հանգամանքը իմանան, որ մենք ամսի 23-ին միանգամից ազատության մեջ պետք չէ լինենք, որովհետև եթե մենք ազատության մեջ լինեինք, ապրիլի 23-ից սկսյալ, փոփոխությունների վրա մենք գազդեինք, որ այսպիսի ձուր ուղղությամբ չգնա, ինչպես որ գնաց։ Եվ այժմ ես որ ասում եմ, որ մենք լինելով ազատության մեջ մեծամասնությունը, սա ես դրական եմ ընդունում, որտեղ ես համոզված եմ, որ մեզ առաջիկա դեղի ունենալիք փոփոխությունները մեզ հաջողվելու է ազդել դրական իմաստով։ Ես նկատի ունեմ արմատական փոփոխություն ազգային իմաստով, ոչ թե ինչպես ասեցի, մի հիմնարի բանոն, մի այլ թավաջանի բերեմ։ Պարոն Սեֆիրյան, այստեղ Արտակ ես կարծում եմ, որ դեղեցությունների ճշգրտման խնդիր կա։ Ես պատրաստ եմ ճշգրտելու, ես քիչ բան չգիտեմ։ Պարոն Սեֆիրյան, ուրախ եմ մի հարց, ասենք, ինչով կբացատրեք, որ ձեր այսքան պայքարը, ես չգիտեմ, քանի կուսակցություն կամ ՀԿ ստեղծված տարբեր, չէ, ազատագրված հողերի պաշտպանություն, սատարել եք կոնգրեսին, ես չգիտեմ, հետո վերջինը Բևերն է, ինչով կբացատրեք, որ ժողովրդի կողմից աջակցություն չեք ստանում, հայ ժողովրդի կողմից, հա, ու ասենք զինված 16 թվականի զինված ակցիան Սասնա գնդի վրա, որը որ բերեց միայն հայ ազգի զավակների զոհեր եւ քաղբանտարկյալներ։ Հիմա դուք այդ ձևի պայքարը արդարացնում եք։ Երեք նույն հարցը տվել եմ պարոն Պապյանին, ուղղակի ուզում եմ տեսնել դուք մենք եթե 18 թվականին իրական փոփոխություն լիներ, այսօր բանդում մարդ պիտի չլիներ եւ Սասնա ծրերը պիտի ամբարդ համարվեին
Ավելին ես կասեի, բոլորին պետք է նաև հերոսի գոչում տրվեր իշխանությունների կողմից։ Սպանելով հայերին։ Ուրեմն ապստամբելով գեղեցող համագարքի թեմ աբակահոտացնելու նպատակով մեկ էլ ապստամբության փորձ հայությունը մոտ 1921-ին, փետրվար 18-ին է արել 100 տարի հետո մոտավորապես նորից ծուխ բարձրացավ Կրեմլից։ Կրեմլը երբեք այն կարծիքին չի եղել, որ այդ խեղճ ու գրակ հայերը ոնց կարան մի օր ապստամբության փորձ։ Իրենք այդ օրը հասկացան եւ այդ պատճառով Կարեն Ղարաբեդյաններին վազելով ուղարկեցին այստեղ եւ այլն եւ այլն։ Ուրիշ հարց էր գար ոնց որ ես մոռացա։ Ոչ Ես հարց չունեմ, շնորհակալ եմ, պարոն Սեֆիլյան։ Աչեր մի էլի մի ճշտելու բան կար, որը սխալ էր, բայդակ մտքից ստրա։ Նա ինչ որ ընթացքում զոհվելա հայ ազգի դրաները այդ գործողությունը որ կատարվել է։ Ես կուզեի որ այդ գործողությանը մանրամասն ծանոթանալ ինչպես է եղել, որը պատմական ժամանակակցությունը գա, ինչպես են մտել, ով որտեղից ինչ գրագոց է եղել, ի սկզբանե դղաները բարձրախոսով հայտարարել են, որ ոչ մեկին այստեղ սպանելու չեն եկել, այս ամեն ինչ արձանագրված է, ամեն ինչը կա, դղաները երբեք մարդասպանության նպատակով չէ որ այդ փորձը կատարել են, հակառակը իրենց վրա է եղել գրագոցը, այդ գրագոցից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել եւ առաջի զոհը որ տեղի է ունեցել մինչ օրս դակավին ապացուցված էլ չի ում գրագոցով է տեղի ունեցել եւ որի բանտարկվածներին Սպատ Պարսեղյանը ծմա դատաբարտված է այսօր իսկ ինչ վերաբերում է մյուս հաջորդ երկու զոհերը երեք զոհ է եղել ոստիկաններից երկու զոհերը բոլորը ով մոդիկից հետևել են բոլորն էլ գիտեն որ դրանք ոստիկանության կողմից են սպանվել գիտեք այդ մասին արդյոք Ես տարբեր կարծիքներ եմ լսել պարոն Սեֆիլյան Ես քեզ կզանոթացնեմ սպանվող ոստիկանի հորը քեզ կզանոթացնեմ ինքը քեզ գասի կհավատաս այդ ժամանակ ինձ չես հավատում Ես ձեր հետ դուքով եմ խոսում պարոն Սեֆիլյան մենք իրար ընկեր չենք Ես էլ ուրեմն դուքով եմ ցես Արոն Արդակ եթե հայրը ցես ասի այդ ամենը կհավատաք Մի քիչ կասկածը գցրի իհարկե եթե հայրն է ապա կողմնորոշված Տեսնում եք այդ հայրը քանի անգամ կամերայի առաջ այդ միտքը հայտնել է դուք դեղյակ էլ չեք Ես ցես անպայման Չէ ես հավատում եմ Տեսանույթ ես կարող եմ ցես ուղարկել եւ եթե պետք լինի անձնապես նաեւ ծանոթացնել հորը Լավ մենք անպայման կհանդիպենք ես հավատում եմ տրասոլոգներին Սերժ Սարգսյանի Վովա Կասպարյանների Գեղձ դեղեցություններով եք սնվել դուք, հասկանում եք, պիտի չի հավատալ այդ ոճրակորձներին, դրանք ոճրակորձներ են, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Իսկ ներկայիս իշխանությունները ինչ են։ Ներկայիս իշխանությունները իրենց ծնած ոճրակորձներն են, որը շատ ավելի մեծ վնաս են բերել, քան իրենք միջայլոց։ Լավ, պարոն Սեֆիլյան, վերջի փոքր հարցը, բանտում փակվածներին, ընտանիքներին աջակցում եք, օգնում եք Ձեր Սասնա ծռերի նկատի ունեմ։ Անշուշտ։ Ինչով կարող ենք, ինչքան մեր ուժը, բայց հա, ես հիշեցի ծեր սխալ դերեկությունը ասելով ուրեմն դուք ասեցիք, որ մեր ուժը քաղաքական ժողովրդականություն չի վայելում։ Ուրեմն ես ցեզ այսպես կպատասխանեմ։ Այսօր հայկական ցանկեն ներս դուք կարող եք ինձ մի հայկական գազագերբություն, քաղաքական գազագերբություն մատնացույց անեք, որը խնդիր դրած լինի քաղաքական եւ ունենա հազարավոր մարդիկ, որոնք իրենց գումարով ընդհանրում են։ Այս ինֆորմացիան հազարավոր մարդկանց անունները համացանցում շրջանառության մեջ է, գաղտնի ինֆորմացիա չի։ Որևէ մեկ գազագերբության անուն կարող եք տալ հայկական։ Ես չեք կարող։ Ես չեմ հետաքրքրվում գումարով։ Այսօր հայկական ցանկեն ներս միակ գազագերբությունն է, որ համաս աշխարհով սփռված հայությունը հազարավոր, հազար չի։ Մի քանի հազար հայ մարդ, ինչպես քիչ առաջ ասեցի,
Մենք մեծամասնությունը նույնիսկ միջին մագարտակից ցածը ունենք տոշագարուներ Հայաստան, տոշագարուներ ունենք, տոշակը վերցնում բերում են գրասենյակ։ Սա ժողովրդականություն չի, բա ինչա։ Այդպես մի գազམ་ակերպություն կա Հայաստանում այդպեսի գազམ་ակերպություն։ Պարոն Սեֆիլյան, էսի ընտեղը չի որ վիճենք, եթե ինձ թոշակ վերեն ես չեմ դեղեցություն եմ տալիս։ Հարգելի Արտակ, ես ցես դեղեցություն եմ տալիս։ Ես շնորհակալ եմ ձեր պատասխանների համար, խնդրեի Արմենին օգնեք բանտում նստած եւ իր ընկերոջը, իր ընտանիքին։ Արմենը նկատի ունես, Արմեն Բիլյանը։ Այո։ Արմեն Բիլյանը ինքն է։ Այո, Արմեն Բիլյանը ինքն է գաբը գտրել մեզնից։ Ոչ թե մենք։ Լավ։ Ես արդյոք մենք ոնց կարող ենք օգնել, երբ որ նա հրաժարվում է, հրաժարվողին ինչպես օգնես։ Պարոն Սեֆիլյան, վերջի հարցը տախքի արաբի։ Անշուշտ։ Լավ, մենք կհանդիպենք, խոսենք։ Շնորհակալություն, պարոն։ Շնորհակալություն Արտակ։ Բանի համար, հարցերի համար։ Պարոն Դավիթ ջան, Ինձ Արտակը հարցրեց արաբերենով, հարցրեց արաբերեն խոսում եմ, ասեցի անշուշտ խոսում եմ։ Դավիթ ջան, մեկ անգամ եւս խնդրում եմ մի վարքյան հիշեցնեմ, կոռեկտ պահեք ընկերներ ներքևում ձեզ, կձայնաձրկենք։ Խնդրում ենք կոռեկտ եղեք։ Դավ ջան, խոսքը փոխանցենք ամեն ասա։ Արաքս ջան, Բարև ձեզ։ Արաքս միկրոֆոնդ բացի, մենք քեզ չենք լսում։ Կամոյից հետո ներքևի հարցերը, որովհետև մարդիկ Այո, կամոյից հետո ներքևի հարցերն ենք տալիս։ Շամ 10 րոպե, հա։ Արտուրն էլ է հերթի մեջ։ Արտուրն էլ է հերթի մեջ։ Երրորդ մարտն է։ Կխնդրեմ եւ հարցերը ձևակերպելուց Կամո ջան, Արտուր ջան, ժամանը արդեն 2 ժամ է եթերում ենք, ներքևից բազմաթիվ հարցեր ա եղել, հարցնենք բոլորի, ես այնքան հարցեր ունեմ, չեմ կարող տամ։ Չեմ էլ ուզում ձեզ ընդհատեմ։ Կամո ջան, խնդրեմ, հարցը տուր։ Ձեզ բոլորին։ Առաջին բարև ձեզ։ Ես որպես զինվորական տղա, որպես ազգի նվիրյալ տղա, ես չեմ ուզում պարոներով դիմեմ ոչ մեկին, որտեղ ինձ համար աղբերը, մեծ աղբերը հրամանատարը ավելի հարազատ պաշտոն է։ Դուք եք հրամանատար։ Սեֆիլյան ջան, ես ձեզ դիմեմ էզև, որպես հրամանատար, տեսեք։ Դուք ասղերից խոսացիք, բայց մենք ոչ մեկին դրան ոչ տեր ենք, ոչ էլ դրա համար մենք վաստակել ենք, ոչ էլ մենք ասենք առաջ։ Սա մեր հարց առաջացել ինձ համար ամենագլխավոր հարցից մեկը։ Բևերը ես Արաշակուրիկին լսելով հանդես ես սիրահարվել եմ իր գաղափարության վրա։ Ուղղակի ասեմ ձեզ իմանաք, սիրահարվել եմ։ Կույր, թե ճիշտ թե սուտ է, էդ է հիմա։ Ես ավելի սիրահարված մեռնեմ, չեմ սիրեմ ու դավաճանվել մեռնեմ։ Լսեք, դա իմ հետ ուրիշ գաղափար է։ Նայեք, Բևերը դա կուսակցություն է թե ազգային պայքար։ Դա համար առաջին է։ Սպասեք, հարցերից հետո։ Ինչ անշակում դավաճաներին Սպաս, ես այսօր ձենս կտրել եմ, դուք խոսակ, ծավոտանում։ Ազգի դավաճաներին ինչ անշանակում արդարադատություն։ Արդարադատություն դավաճանի հետ չի կարալ լինի։ Արդարադատությունը դա մի հատ պատերազմական, կոշը պատերազմական ժամանակահատվածի դատնա, գնդակարել ճակատից եւ վերջ։ Հետո արդեն, դրանից հետո արդեն ռազմիրացիա կլինենք։ Հետի մեկ, տվյալ պահին։ Հետի երկրորդը։ Երրորդը։ Ստե մի օքի կարևոր ես խոսում էր արակի մեջ սիրուն հարցեր էր տալի, ես գնացի արակի մեջ բարարանը բացեցի, որտեղ խելոքը բաներ ճարեմ, դենց արեց, հայ չի ստասում լավ, եթե ոչ մի հայ չի ստասում, եթե գծերը անցնելը Իսրայելի կողմից, լսի, Իսրայելի կողմից, այդ ջողուդ աղբեր, լովել շատ Իսրայելն ես ուսումնասիրի տարե, չեմ մեր Հայաստան։ Կամո, Հարց եմ կապում, աղբերական իմ ներվային սիստեմի վրա ազդել է, Դավիթ ջան, աղբերական թող խոսամ։ Դու գիտես, ես ասել եմ, կմեռեմ, չասեմ մինչև առավոտ։ Լսի աղբեր։ Վերջին է կոնկրետ հարցը։ Սեֆիլյան ջան, Կամանձի ջան, սենց ասեմ էլի, Կամանձի ես օրինակ իմ բոլոր հրամանատարներին ես եմ դիմում հարգանքով։ Սա առավելագույն հարգանքն է, ես արդեն որերորդ պակալինի զինվորն եմ իմ հայրենիքում, իմ սյունիքում։ Ես ունեցի տղա եմ։ Իմ գերեզմաններս արդեն 1000 տարուց ավել խորն են խրված Նելիք թանգու ազգից եմ ես։ Սենց ասեմ, դուք թանգենք իմանակով, հա։ Մեն բան եմ ասում ես։ Նայեք, սենց մետ բան ա եկե, հարց ա եկե։ Սյունիքում ինչ-որ մետ ճանապարհ են ուզում տան,
որ պետք է ասնի իմ հողու տարածքի մեջ։ Եթե պետությունը ժողովրդավարական է, ժողովուրդը դեմ է ընտրածին կամ իր խոսքին, կամ այն մարդուն, որ ընտրել է ժողովուրդը, որ չի սիրում էդի, չի ուզում էդի, ինչի համար պետք է իմ ծնողներին, իմ ընտանիքին, իմ ազգին կոտորել են, սարքել են մեծ կոմունիստ, մի հատ սարքում են նորից կապիտուլյանտ, ես իմ հանձնված մի հատ քրջ, ցիգան, ես ինչի համար իմ հողու տարածքի մեջով պետք է Թուրքին ես ճանապարհ տամ, ես պահանջում եմ այդ դեպքում իմ իշխանական հողերը։ Եթե դուք չեք կարող տիրապետեք որպես դեմոկրատական անձնական պետություն, որպես ընդհանուր պետություն Հայաստանի Հանրապետություն, ես այդ ձև եմ պահանջում։ Դուք իմ հողերը անձնական առաջին պապերին, տատերին մորթել եք, սարքել եք բան ինչա, սովետական Հայաստան, հետո սարքել եք դեմոկրատական, հիմա իմ հողերս բաժանում եք, որ իմ կամքից դուրս է։ Ո՞նց անենք ասեք։ Ես կարող եմ իմ ազգին հիմա հանեմ ոտի, ասեմ, գիտեք ինչ կա թանկիներ ու բակյաններ, հելեք ոտի։ Սյունած արծիվներ, սենց ասեմ։ Լավ, ծենես կտրեմ, շատ եմ խոսում, ներվես խախտվող։ Ապրես Կամոջան, ապրես։ Դե հարց չկար, տեսակետ էր, չէ՞։ Եթե հարց կար, խնդրում եմ ինձ օգնել։ Ընդհանուր առմամբ եւ տեսակետեր եւ բողոք ավելի շատ պարոն Սեֆիլյան։ Ազգին հանեմ։ Իմ ազգս սյունած սարերում հազարավոր տարիների գերեզմաներ ունի։ Հիմա որ այդ ճանապարհը գցեն, պետք է իմ գերեզմաները էքսկավատորով քանդեն։ Որ ճանապարհը գցեն։ Իսկ ես պրոցիվ եմ դրան։ Պարոն Սեֆիլյան, Կամոջան ներողություն, պարոն Սեֆիլյան, երվակայի ավելի շատ բողոք արտահայտվելու ձև հույս երևի դեպի ձեր ուժ մարդը ուզում ասի մի բան անենք, էսի չլինի էլի, մոտավորապես էսպիսի մի բան։ Հույսը պիտի չի գոդրել, պիտի անենք, միասին պիտի անենք։ Միասին կանենք։ Այո, իհարկե։ Ընդհանրապես Կներեք վերջի հարցը տամ գնամ։ Միասին կանենք։ Ես հիմա ինձ հետ միասին ինձ ունեմ 70 հոգանոց իմ աղբերները։ Մենակ աղբերներ, հողբոր տրեք։ Մենք պատասխանենք։ Հիմա որտեղ եք բնակվում։ Գյումրիքի մարզում։ Որտեղ։ Սիսիանում։ Սիսիան։ Բռնակոտ։ Մարդ Շտյանային։ Հայտնի բինտ քյուղա բռնագործը։ Ասում եմ, էլի մարդ Շտյանային եմ, տենց են ասում։ Ասում մարդ Շտյանային եմ, բռնակոտից։ Միասին պիտի անենք։ Միասին պիտի անենք։ Վերսիո, բա ինչա կարծիք։ Եկեք էլի, եկեք։ Մենք Արաքսիա քույրիկին հրավիրում ենք։ Սյունած սարեր։ Կարևորը դուք ձեր շոշափատին հուսատրեք, հասունացած օրեր ենք ապրում։ Լինելու է քո ասածը։ Անելու ենք։ Առաջ Աստված։ Շնորհակալություն Կամոջան։ Շնորհակալություն։ Գումարտակի, որ պատրաստա լյուբոյ կայլի։ Okay, շնորհակալ ենք Կամոջան։ Մի հատ Արթուրին խոսք տանք, եւս մեկ կրված անձնավորություն, պարոն Սեֆիլյան, Արցախյան գրեթե բոլոր պատերազմների մասնակցած եւ Կամոն, եւ Մարշալը, եւ Արթուրը, բոլորն էլ զինվորական ամեն ինչի մեջով անցած մարդիկ են։ Մենակ լսելով, որ դուք պիտի գաք մեր մոտ, բոլորը ողջևորվել էին, անկեղծ ասած։ Հիմա Արտուր ջան, խնդրեմ խոսքը քեզ համեցիր։ Բարի երեկո հայր ջան, հարգանքներս հրամանատար ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հակասո, դուլավերի։ Մերսի լավ ենք առայժմ։ Հարցս հետևյալն է։ Ուրեմն ԱԺԲ-ն պատրաստ է Հայաստանում գործող առողջ քաղաքական ուժերի հետ համագործակցել դաշինք կազմել։ Ուրեմն անշուշտ որ մենք քիչ առաջ ասացի, որ այս բերը որ գա, ցաներ բերը բացացնելու համար մենք այն գարձիկին ենք, որ որևէ առանցին քաղաքական շրջանակ դա հնարավոր չի։ Իսկ սկզբանե մենք միշտ եղել ենք գոհ այն գարձիկին, որ պետք է համախմբված ծավով այդ փորձը դարվի առաջ։ Ինչ վերաբերում է Թաշինք կազմելուն, գիտեք ինչ, այդ սևաչափերը այժմ այդքան էլ արդյունավետ սևաչափեր չեն։ Ուստի ամեն ժամանակ ունի իր համախմբման հավանաբար թելատրանքը։ Այժմ մենք եկել ենք այն եզրակացության, որ այն համախմբումը, որ տեղի է ունենալու, դրա անունը ավելի շատ կարելի է տնել գործակցություն։
ոչ թե ինչ որ ջագատ, ինչ որ թաշինք, ինչ որ միավոր, այլ հստակ օրագարկի շուրջ գործակցություն։ Մենք այժմ այս մարտավարությունն ենք որտեղում, որովհետև նկատում ենք բարակդվածության աստիճանը առավելագույնն է։ Իրար գլխի համախմբվելու դժվարությունները այնքան մեծ են։ Խանգարող հանգամանքներ, խանգարող համագարկ թույլ չտալու այդ համախմբումը տեղի ունենալ։ Ուստի մարտավարությունը, ցեվաչափը այնքան նուրբ ցևով պիտի վարվենք այս ամեն ինչի, որ իրոք ստացվի, որ ասենք եթե որևէ ջագադից եթե խոսում ենք, ասենք ջագադ եթե փորձում ես ջագադ ցևավորել եւ այդ ջագադում ինչ որ կանոնագարկ աշխատանքային կանոնագարկ ստեղծել, հագարագործին հաջողվում է ինչ որ բարակդման դարեր մտցնել այդ ամեն ինչի մեջ ազդել տարբեր անհատների վրա եւ այսպես ասած չծևավորված այդ ջագատը արդեն իսկ փլուզվի։ Դրա համար ամիսի ցևով պիտի գնա այդ համախմբումը, որ թշնամուն չհաջողվի այդ ստեղծվելի ուժի բարակդումը, թուլացումը առավել եւս չախճախումը։ Ուստի այժմ մենք այդ համախմբումը պատկերացնում ենք գործակցության շրջանակներում հստակ օրագարկի շուրջ։ Օրագարկն ասեցի որն է։ 3 կետը, հա, առաջնահերթորեն Բադուհասից Սերբազադում, անցումային կառավարության ձևավորում, որտեղ ովքեր որ ղեկավարելու են անցումային ժամանակաշրջանը, նրանք աբակային պիտի քաղաքական այսպես հավակնություններ պիտի ունենան։ Այսինքն այնքան կարևոր է այս հանգամանքը, պիտի գտնվի մարդիկ, որոնք հնարավորինս չեզոք են եւ պիտի այսպես խոստանան եւ գտնվի մեխանիզմ, որ այդ մարդիկ այդ անցումային փուլից հետո դրանք քաղաքականությունից դուրս պետք է գան։ Այսինքն աբակա քաղաքական հավակնություններ պիտի ունենան։ Սա եւս ինքը օգնող է համախմբման, որովհետեւ այսօր այդ անցումային փուլը որևէ գոմ, հա, բևերից լինի կամ այլ ուժից լինի, արդեն բարակդումը սկսելու է։ Պիտի ասի ինչու դու ոչ ես։ Ուստի այդ անցումային փուլի առաջնորդումը մենք պատկերացնում ենք այսօր հնարավորից չեզոք մի կերպարի եւ նոր այդ փոփոխություններից հետո արդեն արդյունավետ ընդրություն է։ Ասած այս օրագարկի շուրջ պիտի լինի գործակցությունը, որի ուղղությամբ այսօր բևերը աշխատանք է տանում։ Եվս մեկ հարց, ԱԺԲ-ն ունի ստույգ մշակած ծրագիր Արցախ հետ վերադարձնելու հետ կապված։ Անշուշտ, ասեմ ցեզ, գիտեք ինչ, այսօր Արցախը հետ վերադարձնելուց որ խոսում է, շատեր մի անգամից պատերազմական վիճակ են պատկերացնում եւ համի գոմը այս դեպքում Փաշինյանենց գոմը օգտագործում է այս հանգամանքը եւ իրենց իշխանությունը ուզում են վերադարձնել խաղաղություն թե պատերազմ այսպես ասած բանով երկընտրանքով վստահաբար ժողովրդի մեծ մասը պիտի ասի չէ մենք պատերազմ չենք ուզում մենք խաղաղություն ենք ուզում ես հետեւյալն եմ ասում եթե երբ ձևավորվի ազգային քաղաքական գլուխ Երևանում այսօրվա աշխարհակաղակական զարգացումները մեզ դեպի այնպիսի ուղղությամբ են գնում, այնպիսի զարգացումներ են լինելու, որտեղ նույնիսկ հնարավոր է լինելու, ինչպես որ մենք Կարվաճարը առանց մի գրագոցի դուրս եկանք, այդպես առանց մի գրագոցի նորից հետ ներս մտնենք։ Այդպես նաև հնարավոր է։ Ուզեմ ասել, որ ովքեր որ պատկերացնում են Արցախի հետ վերադարձը միայն ու միայն ռազմական գործողություններով, բարդաթիր չի։ Անպայման մենք պետք է պատրաստվենք ռազմական գործողություններով հետ բերելու, ուժով հետ բերելու։ Սակայն ես ունեմ կարծիք, որ հավանականությունը շատ ավելի մեծ է, որ այդ ամեն ինչը լինելու է շատ ավելի առանց մեծ, այսպես ասած, զոհությունների։ Որ ինչպես որ եթե սկիզբից հետևում եք, ես մի միտք եմ հայտնել, որ մեր Տշնամի ադրբեջանական Ալիևյան պետությունը դա երևույթաբես է, դրա ուժեղ լինելը թվացյալ է։ Նրանք փոխանցական իմաստով ուժեղ չեն ժողովուրդ չեն։ Եվ մի օր կարող ենք զարթնել տեսնել նրանց կառավարման փուրկը փլուզված է եւ ադրբեջանական բանակը այլևս դեղում կանգնած չի։
կամ այլ որևէ սահմանում։ Մենք նայելու ենք խորքը տասնյակ կիլոմետրներով էլ ադրբեջանական զորք չի երևալու։ Այդպիսի բաներ կարող է լինել։ Ինչպես որ 93 թվականին, երբ որ մենք հարև-արևելյան հատվածում էինք, Ֆիզուլիից դեպի արևելք, գնում էինք նոր պոստեր դեղագայելու, այնտեղ ուրեմն եղել է դեպք, որ մերոնք գնում են պոստ դեղագայելու, անընդհատ կենտրոնական շտաբի հետ կապի մեջ լինելով, քարտեզում մատնացույց անելով այժմ այսինչ տեղ ենք գտնվում, դեպի օրդեր շարժվենք, այսինքն ընդերից անընդհատ հարց են տալիս ցեր դիմաց զորք տեսնում եք, մերոնք ասում են ոչ, չենք տեսնում։ 2 կիլոմետր, 3 կիլոմետր, 5 կիլոմետր, ոչ բան չի երևում, զորք չկա։ Ու միջայլոց բադահական մի սիվիլ մեքենա է մոտենում, բարձվում է դիմացի մեքենայի մեջ թուրքեր են, ադրբեջանցիներ են, նրանք մոլորված են եղել, չեն իմանում, որ արդեն այդ տարածքներում հայերը հազարակներ են տարածքները, նրանք կանգնեցնում են մեքենան թուրքերին եւ դրանցից իմանում ենք, որ 20 կիլոմետր խորությամբ ոչ մի զորք չկա, այսինքն այդ օրերին եթե հրահանգ լիներ, այդ օրերին եւս եթե լիներ ազգային իշխանություն, այդ Ադրբեջանի մենք զունգ կբերենք։ Ես չեմ բացառում առաջիկա ժամանակներում աշխարհակաղակական զարգացումներին այ պատճառով նույնպիսի հնարավորություններ եւս ստեղծվեն։ Գուզեմ ասել, որ ովքեր երբ մենք խոսում ենք կամ որևէ մեկը խոսում է Արցախի հետ վերադարձնելու, բարդատիր չէ դա անպայման ռազմական գործողություններով լինի։ Բայց որ անկախ ամեն ինչից, որ մենք ռազմական ներուժ պետք է գուտակենք, դա փաստ է։ Եթե ուզում ենք աշխարհը մեզ բանի դեղ դնի, մենք անպայման պետք է ուժեղանանք եւ պատրաստ լինենք մարդն չելու։ Այսինքն հուսանք, որ հին ու բարի ժամանակներ նորից հետ են գալու։ Ինչու՞ չէ, ավելիով, որովհետեւ այս անգամ տրական զարգացումները սկսելու են Երևանի փոփոխություններից։ 94 թվականին, եթե Երևանում ազգային իշխանություններ լիներ, այսօր Ադրբեջանի ներողություն այդ ժամանակ 94 մայիսյան զինադատարի ժամանակ Երևանը պետք է Ադրբեջանի հետ, Բաքվի հետ վարվեր այնպես, ինչպես հիմա Ալիևը վարվում է Երևանի հետ։ Այդպես պիտի վարվեն։ Եվ Ադրբեջանին կապիտուլյացիա անելու հնարավորությունը կար։ Բայց քանի որ ունեցել ենք Մոսկվայի ենթակա իշխանություններ եւ ստացանք այսպիսի արդյունք։ Ընտրեմ։ Նախ պիտի ազատագրվեն։ Դառնանք ինքնիշխան պետություն, հետո դրական զարգացումները կարելի է սպասել։ Շնորհակալություն պարոն Սեֆիլյան։ Խորեն ջան, քեզ կարճ հարց խնդրեմ տուր, հետո ներքևի հարցերին կանրադառնանք, արդեն Արաքսը կբարձրաձայնի, ես էլ հարցեր ունեմ, հետո Արմինե ջան, քեզ խոսք կտանք։ Բարի երեկո պարոն Սեֆիլյան ջան։ Մի հարց տամ, երեկը Բաքվի բանտում հնչեց նաև ձեր անունը, ինչ վտանգ եք տեսնում դրանում եւ ինչ է դա նշանակում։ Նաև Ալիևը հայտարարեց, որ թող ավելի լավ է, որ Նիկոլը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալի եւ հանձնի իրենց։ Խնդրեմ մեկնաբանեք։ Սպասելի էր, իմ համար անագնգալ չէ։ Եթե թողնենք, որ դարիներ եւս Փաշինյանի նման մարդը գարավարի մեր երկրում, ամենից սպասելի է։ Ուստի մենք պիտի խելքերից գլուխից հավաքենք հայերով, մեր ներուժը մեկտեղենք, առաջնահերթորեն այս թշնամու խաղալիքին, այս Թավաջանից սերբազատվելու։ Իսկ Ալիևների հոխորտանքներից պիտի չի բան, այսպես ասած, ցնցվել, ինչպես ասեցի, այնտեղ մեծ հաշվով փուչիկ է եւ կարծում եմ քիչ ժամանակ է մնացել փուչիկը դրակելու է։ Բայց կարևորը մինչեւ այդ մենք այստեղ Երևանում կարողանանք փոփոխություն անել։ Ես արձագանք եմ, եթե կարելի է։ Իսկ մոտակա ժամանակներս հնարավոր է, որ մենք տեսնենք Բևերին փողոցում պայքարելուց, այսինքն հնարավոր է միտինգներ եւ այլ եւ այլ։ Այո, հնարավոր է եւ մենք ուզում ենք այդ ամեն ինչը անել ոչ միայն մենք առանցին, մենք ուզում ենք դարբեր շրջանակների հետ միասին, դարբեր անհատ գործիչների, որոնք ունեն հեղինակություն, որոնց չափով
հանրային կարծիք է ձևավորում։ Մենք այժմ փորձում ենք համախմբել, ասացի ինչ օրագարկի շուրջ, եւ նոր համախմբմամբ նոր հայտնվենք փողոցում։ Բնականաբար լուծումը պիտի լինի փողոցով։ Եվ մենք բոլորին սկողորդորեի, բոլորին գոչ կանեի, որ այդ փողոցային պայքարի ժամանակը որ կա, ինչքան շուտ մարդիկ դականան եւ փողոց դուրս գան, այդքան հեշտ կլինի բոլորիս գործը եւ բոլորը պիտի հասկանան, որ ժողովուրդը իրավունք ունի ամեն ինչ անելու, որևէ մեկը, որևէ իշխանություն, որևէ մի ոստիկանություն չի կարող մեզ բարդատրել որևէ իրենց կողմից մոգոնված օրենք։ Ժողովուրդն է դերը երկրի։ Իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդը ինչ ուզի գանի։ Կարևորը ժողովուրդի իմիքը։ Եվ որի ուղղությամբ մենք պետք է աշխատենք։ Եվ աշխատում։ Դա շնորհակալ եմ պարոն Սեֆիլյան ջան։ Ապրես Խորեն ջան, հիմա Արաքս ջան, լսում ենք ձեզ ներքևի հարցերը, խնդրեմ։ Այո, ուրեմն շատ կրկնվող հարցերն եմ գրել, բայց մինչ հարցերը կարդալը ես ուզում եմ ասեմ, որովհետև լիֆտ բարձրացողներ շատ կան, մենք բարձրացնում ենք նրանց, ում ճանաչում ենք, երկրորդ մենք վստահ չենք հատկապես նրանց, ովքեր ում չենք ճանաչում, ձեր կամերան կբացվի թե ոչ, ուստի շանս չենք վերցնում, կրկնում եմ, բարձրացնում ենք հիմնականում նրանց, ում ճանաչում ենք, ովքեր adekvat են։ Սա ուղղակի սկզբի համար։ Պարոն Սեֆիլյան, դոկտոր Մխիթար Հարությունյան, հարցը, քաղաքական պայքարից զատ, ինչ լրացուցիչ քայլեր եք նախատեսում կատարել մոտ ապագայում հնարավոր վատագույն սցենարներից խուսափելու համար, 2016-ից հարցը մի քիչ ծավալուն է, 2016-ից սկսած ձեր թիմը միշտ բարձրաձայնել է այն հնարավոր սցենարի մասին, որը տեղի ունեցավ 20-ին եւ 23-ին, սակայն ինչպես տեսնում եք, բարձրաձայնելն ու քաղաքական պայքարը դրական արդյունք չեն տալիս, ու դա բավարար չի կանխելու համար գալիք արհավիրքները։ Ինչու չեք կատարում ռազմական պատրաստություն անցնելու անընդհատ հարստություն, չէ՞ որ այսօրվա ներկան ուղիղ հետևանք է 44-օրյայի պարտության, իսկ դա ուղիղ հետևանք է մեր պահեստազորի անպատրաստության։ Ինչու չեք կատարում ռազմական ինչ։ Ինչու չեք կատարում ռազմական պատրաստություն անցնելու անընդհատ քարոզչություն։ Դեպիալն է, որ պետք է պատրաստվել, գարձիկի միշտ մենք գոմ ենք եղել, 44 օրյա բادرազմի ավարտից, այսինքն նոյեմբեր 9-ից հետո ինչպես բազմաթիվ շրջանակներ, մենք եւս փորձել ենք այդ նախապատրաստական աշխատանքներով զբաղվել, սակայն սպասելիորեն կարճ ժամանակ հետո դերություն շատերին որ թույլ են տալիս, մեզ ամեն ցևով մեր սիրելի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարբեր ցևերով խոչընդոտել են։ Այսինքն մեր ցերկը նույնիսկ խաղալիք է զենք որ տեսել են, նրանք սարսափել են։ Եվ ամեն ցևով խոչընդոտել են, ես չթվարկեմ այդ խոչընդոտման եղանակները, այլն։ Նախ եթե ուզում ենք մեծ հաշվով կարճ ժամանակում արդյունք ունենալ այդ պատրաստվածության իմաստով, դա պետք է լինի պետական մասշտաբով։ Ոստի ճիշտ քայլեր պետք է ցեն, առաջնահերթությունը երկրորդականից պետք է դարբերելը իմանանք եւ այստեղ առաջնահերթը պիտի լինի այն, որ քաղաքական գլուխը լինի ազգային եւ այդ քաղաքական գլուխը զբաղվի երկրի պաշտպանական գործը վարելով այդ ժամանակ մենք հազիվ կկարողանանք ժամանակի մեջ տեղավորվելով համարժեք թիմատության պատրաստվել մեր ճշտամիների նկատմամբ։ Դա ամենը պետք է լինի նաև պետական մակարդակով։ Չնայած ես այսօր էլ գոհ եմ, այստեղ մի խոչընդոտ իր հերթին համագարկը, որ մեր նման ուժին ամեն ցևով խոչընդոտում է, միաժամանակ նաև ռեսուրսի խնդիր է։ Ես օրինակ շատ կուզեի, որ իմ ժամանակ անցնավեսես իմ ժամանակը դրամատրեի այդ կորձին եւ նաեւ սերունդներ ազգային իմաստով ռազմական
գիտելիքների կամ այդ պաշտպանական հմտությունների գծով ես իմ ժամանակը դրամատրեի, քան թե այսօր ես ինչով որ զբաղվում եմ, ես շատ կուզեի այդ ճակատում ավելի շատ դրսևորել ես ինձ, որովհետև վստահ եմ, որ շատ ավելի արդյունավետ կլինի այնտեղ։ Սակայն դա էլ մեծ հնարավորությունների խնդիր է։ Այսօր եթե լինի նյութական լուրջ բյուջեներ, մենք դրա իրագործելու գմախ կգա, թեկուզ առանց այսպես ասած մարտական համարժեք բարապմունքների, այսինքն ռազմական արվեստում այնքան բան կա սովորելու մինչև պրակտիկը, տեսականորեն մենք այնքան բան ունենք փոխանցելու եւ պատրաստվելու, ուստի եթե համագարկը նույնիսկ այսօր խանգարում է մարտական այսպես ասած փորձերից մեզ հերու բայելու կամ նույնիսկ հրացակարաններում որ մերոնք գնացել են, հետո դարբեր ձևերով այդ հրացակարանների դերերի վրա ազդել են, որ այլևս մերոնց այդ հնարավորությունը չի դրվի։ Նույնիսկ այդ մարտական Պարոն Սեֆիլյանի կապը լավ է չի։ Հա, բայդակ կապը կորում, հա։ Պարոն Սեֆիլյան, դուք մեզ լսում եք։ Ձեր կապը ոնց որ լավ չի։ ինչպես Դզվեց։ Ձեր Ձեր կապը կտրվել էր։ հիմա լսվում է։ Այո, հիմա լսվում է։ Ամեն դեպքում ես գնահատում եմ այդ անկախ ամեն ինչից, թե երբ մեզ գահաճովի ազգային իշխանություն ձևավորելուց հետո էլ եթե այդ պետականաշինության աշխատանքում անձնապես ես եթե ունենալու եմ դերակատարում կունենամ, բայց միաժամանակ ես անձնական նպատակ դրել եմ առաջիկա ժամանակներում ինչքան կյանք որ մնացել է, անպայման ազգային սերունդ մարդունակ սերունդ պատրաստելու ուղղությամբ մեծ ծրագրեր ունենք եւ վստահ եմ որ ուշ թե շուտ այդ ծրագրերը կյանքի են կոչելու։ Ուրեմն համահայկական մասշտաբով այս հարցը շատ է հնչվել, ես չգիտեմ ես ինչ աղմկոտ հայտարարություն է եղել վերջերս, որ անընդհատ դա են գրում։ Սամվել Բաբայանի ինչ կասեք, Սամվել Բաբայանի պնդումը, որը զանգել է ձեզ, պարոն Սեֆիլյան, եւ ինչ է ասել։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, պարոն Սեֆիլյան, այդ ինձ նոր ինձ էլ են ուղարկել, ես էլ եմ ուզում հարցնել, անկեղծ ասած։ Լսել եմ տեսանյութը, որ վերջերս նկարահանվել է Բաբայանը, տեսել եմ եւ ինձ շատեր ասում էին ինչ չեք պատասխանում։ Ես ասել եմ, եթե հնչեղությունը ստանա, այդ ժամանակ կպատասխանեմ։ Հիմա քանի որ հնչեցրիք, պիտի պատասխանեմ։ Խոսքը վերաբերում է ոչ թե ինքն է զանգել, այլ ես եմ զանգել։ Այստեղ եւ խոսքը վերաբերում է ոչ թե զանգը դեղի է ունեցել, դեղի չի ունեցել, զանգը դեղի է ունեցել։ Այդ այստեղ գեղձիկը եւ սուդը վերաբերում է նրան, որ իբրև թե ես ինչ եմ ասել։ Դուք ասել եք ինչ որ սատկել է։ Մորուքը ներողություն։ Այդպես էին գրել։ Խնդրեմ, սա բացապան, ինչ ասեմ, անհեթեթ մի գեղձիկ է, այսինքն եթե մարդը դրամատուրգություն ունենա, պիտի նախ 25 տարի է անցել եւ նորեն հիշել, որ ես այդպեսի բան եմ ասել։ Եվ պատկերած Միչայլոց այդ ցայնակությունները բոլորը սղագրված են։ Հոկտեմբերի 27-ի կորձով այդ ամեն ինչի սղագրությունը կա։ Եվ եթե այդպեսի բան ես հնչեցրել եմ, թող բարոն Բաբայանը ցույց տա այդ սղագրությունը։ Ուստի ես մեղմ եմ պատասխանում, չեմ ուզում ավելի խորանալ, բացի այդ գեղձիկ է, վստահաբար նենք նպատակներ հետապնդելով եւ եթե կարողանա ապացուցել իր ասածը, թող ապացուցի, եթե չի կարողանա, ապա մեր ժողովուրդը թող գնահատականը դա այդ գործիչի նկատմամբ։ Առաքելություն։ Չէ, ներողություն, հարցերը շատ են, պետք է կարդամ, որովհետև այնտեղ ներքևը բան են անում։ Օկտատեր Լուսոն Իմիջայլոց հարց ունի ենթատեքստ, ես ենթատեքստը ինքս կհնչեցնեմ,
որովհետև ես գիտեմ տվյալ անձնավորությունը իր եթերներում անընդհատ է դա բարձրաձայնում։ Բարև ձեզ, ամենայն հարգանքով Ժիրայր Սեֆիլյան, դուք կապ ունեք Գարեգին Չուքազյանի անձի հետ։ Նկատի ունի Չուքազյանի Սորոսի հիմնադրամից օգտվելու հետ կապված, որը նաև ձեզ են կապում Սորոսի հիմնադրամից վճարվելու հետ։ Ես Գարեգին Չուքազյանի հետ անշուշտ կապ ունեմ եւ շատ ուրախ եմ, որ ծանոթացել ենք, ես ծանոթացել եմ այդպիսի արժեքավոր անձնավորության հետ։ Իսկ ինչ վերաբերում է Սորոսին, քիչ այդ հարցին պատասխանեցինք։ Կրկնվենք, կարծում եմ գարիք չկա։ Չէ, ուղղակի դուք արդեն ասացիք։ Պարոն Սեֆիլյան, տպավորություն է Բևերի դեմ կոշտ քայլեր են ձեռնարկվում։ Այս պահերին, ինչ կասեք դրա ուղղությամբ։ Այո, մենք եւ նաև դարբեր գոմերի վերորանքները, որ մեր նկատմամբ դեղի ունենում այս օրերին, նույն է Սամվել Բաբայանի վերորանքը, որ գեղձ ներեգությունը, որ նրանք են կապարտանում են շրջանառության մեջ, այս ամեն ինչը կարծում եմ պատահական չի։ Հավանաբար մենք շատերին մեր ներկայությամբ շատերին խանգարում ենք, շատերի ծրագրերին խանգարում ենք եւ բոլորը թող իմանան, որ Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը ենթակա են այս կամ այն թշնամի կողմին։ Ցավոք այդպեսին է։ Եթե նախկինում կերակշռում էր ռուսականը, այս ցավոք այս օրերին հավասարվել կամ նույնիսկ կարող ենք ասել անցել է ռուսականին թուրքականը։ Պատկերացնում եք։ Խոսքը չի վերաբերում միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության թուրքայենտակա լինելու։ Քաղաքական դաշտում արդեն այսօր կան շրջանակներ, անհատներ, որոնք սնվում են, ենթարկվում են թշնամիներից, ինչպես Ռուսաստանից, այդպես էլ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հասել ենք այդտեղ։ Եվ հենց ես չարաչեք խոսում եի ասելով, որ պիտի համախմբվենք այն մարդկանցով, որոնք դուրս են այդ Ռուսի եւ Թուրքի ենթակայական վիճակից։ Եվ պիտի համախմբվենք։ Այնպես չէ, որ մարդ չի մնացել, մարդ կա եւ այդ համախմբումը տեղի ունենալու։ Հայ մարդ օգտատերը ասում է Ռուբեն Վարդանյանին վարչապետի տեխնացու լինելու հավանականությունը հնարավոր տեսնում եք թե ոչ։ Գիտեք ինչ ես դարբեր աշխարհակաղակական կենտրոններ ունեն իրենց ծրագրերը եւ կարող է կենտրոններից մեկը կամ մի քանիսը ունենա այդպիսի դատություն։ Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, բայց շատ լավ է լիներ, որ այն փոփոխությունը, որը սպասվում է այսօր Հայաստանում, այդ փոփոխությունում քերիշխեր Հայաստանագենտրոն ուժերի թելատրանքը, այլ ոչ թե օդարի թելատրանքը։ Եվ քիչ թե շատ հայտնի եւ ոչ հայտնի կորձիչներ կարողանային ներազգային համերաշխությամբ հստակ օրակարգի շուրջ գործակցային եւ այստեղ մենք ցույց տայինք հայությունը պետք է ցույց տա իր կորձոն լինելու հանգամանք այլ ոչ թե կորձիկ մինչ այժմ կորձիկի կարգավիճակում ենք եւ լավ է որ ովքեր կորձիկի կարգավիճակում են կամ հավանական պոտենցիալ կա որպես կորձիկ օգտագործվեն լավ կլինի որ Ծև գտնեն եւ չդառնան կորձիկ եւ վերջապես այդ ներազգային կորձակցությունը լինի հաղթահարենք այս ճգնաժամը քերիշխելով ազգային հերանեկարային մեր իղձերը առաջ տանելու նպատակով Ինչու ԱԺԲ-ն չի մասնակցում Գյումրու քաղաքապետի ընտրություններին Բնական է, որ այդ հարցը առաջացել էր, օրին փորձել ենք ուսումնասիրել իրավիճակը, մեր ունեցած ռեսուրսը, մեր ունեցած ներուժը, ինչքանով արժի առանց էլ քիչ ռեսուրսը այդ ուղղությամբ ծախսել, եկել ենք այն եզրակացության, որ ավելի լավ է բահենք այդ ռեսուրսը ավելի կարևոր նպատակի։ Դա
Փաշինյանի հերացման նպատակն է։ Մենք ավելի շատ կենտրոնացած ենք այդ ուղղությամբ եւ եթե այս մասին մեր չմասնակցելու մասին 20 օր առաջ շատերի համար կարող է բադայի դրամապանական չտվար, բայց այսօր ովքեր տեսնում են թե ինչպիսի վիճակում է այնտեղ ընդրությունների հետ դատերապեմը վստահաբար ավելի մեծ կհասկանան եւ ավելի ընկալելի է այսօր մեր չմասնակցելը, որտեղ բոլորն են հասկանում են, որ այդ տադրոնում իշխանությունները վերջիվերջո իրենց ուզած նպատակին հասնելու են։ Գերձիկներով, բռնություններով, հալածանքներով, օրենքի խախտումներով, ամեն ինչով։ Արաքս վերջի հարցներ տուր ներքևի լսարանից ես էլ հարցեր ունեմ տալու, հետո Արմինեինք փոխանցենք։ Մի հատ հարցը վերջի Էրիկ օկտատերը գրվել է Սփյուռքի համախմբման դեպքում հնարավոր համարում եք արդյոք հեղափոխությունը Հայաստանում։ Անշուշտ եթե Սփյուռքը համախմբվի, այստեղ ժողովրդային ապստամբությունը շատ ավելի հեշտ կլինի։ Բայց բան իրադես լինենք եւ ցանոթ լինելով Սփյուռքի վիճակին, հա ինչպեսի որ դխուր վիճակ է այսօր Հայաստանում բարակդվածության իմաստով, նույնպես եւ ավելի Սփյուռքում է։ Այս պայմաններով Սփյուռքի համախմբում ես չեմ պատկերացնում, բայց Սփյուռքում նվիրյալների համախմբում պատկերացնում եմ, որը որոշ չափով մեզ հաջողվել է, բայց դա պետք է լիներ, որ այդ մասշտաբը մի քիչ ավելի մեծանա, որովհետև այդ նվիրյալները միայն այդքանը չեն։ Եթե այսօր մի քանի հազար նվիրյալ մեզ Սփյուռքից հետևում է եւ ինչով կարողանում է օժանդակում է, վստահ եմ, որ այդ մի քանի հազարը չեն։ 10,000 նվիրյալներ կան այսօր Սփյուռքում, որոնք հետևում են Հայաստանի անցուդարձ հարցերին, բայց ոչ բոլորն են, որ ճիշտ ուղղությամբ են իրենց ներուժը, այսպես ասած, ծախսում։ Լավ պետք է լիներ բազմապատկել այն շերտը Սփյուռքում ապրողների, որոնք Հայաստանով որ մտահոգ են եւ զբաղվում են եւ օգնում են Հայաստանին, իրենց օգնության մեծ մասը պետք է լինի քաղաքական։ Այս մասին մենք 15 տարուց ավել ասել ենք եւ այդ խոսքը դեռ չի հասնելու, բայց ճանաչում է վերջապես մենք այս օրին հասել։ Այսինքն պիտի լինի քաղաքական ներդրում, քանի որ մեր գնահատականը այն է եղել միշտ, որ այնինչ արգա է պետություն, առավել եւս հայկական պետություն ոչել չի կարելի։ Այդ խապկանքով մենք պիտի չի դարաբեինք, մենք մեզ խապելով ենք զբաղվել երկար տարիներ, որ իբր թե Հայաստանում պետություն գոյություն ունի։ Այդպես չի։ Եվ Սփյուռքի այդ ներուժը եւ մտավոր ներուժը եւ մտական ներուժը պետք է կենտրոնանար քաղաքական ներդրում անելու վրա, այլ ոչ թե բարեգործությամբ զբաղվելու, ինչպես որ 25 տարի է զբաղվել են, Արցախում ինչ ասես արել ենք, չէ՞, ուր են այսօր ամեն։ Մենք այդ մասին նույնիսկ ասել ենք այդ ամեն ինչ անիմաստ է լինելու, եթե Երևանում չձևավորվի ազգային քաղաքական գլուխ, ամեն ինչը հոշիանալու է, այդպես էլ եղավ։ Այժմ եւս ասում ենք, եթե Սփյուռքի նվիրյալ շերտը իր ներուժը չի կենտրոնացնի քաղաքական ներդրման վրա, այսօր եւս ինչպես Արցախն էր վտանգված, Հայաստանն է եւս նույն վտանգի առաջ է կանգնած։ Հուսով եմ, որ օրորի այդ նվիրյալների քանակը, որը քիչ չէ, նրանք այս ուղղությամբ կկենտրոնանան մեր ասած գլխավոր գեդին, քաղաքական ներդրման վրա, որովհետեւ նախ եւ առաջ պիտի ազգային քաղաքական գլուխ ձևավորվի։ Մինչեւ այդ գլուխը չձևավորվի, մնացած ամեն ինչը անիմաստ է դառնում։ Ես միշտ էլ գողում եմ, այսօր էլ գողում եմ, բազմաթիվ ընտանիքներ կան Հայաստանում պետք է օգնենք, բազմաթիվ ծրագիրներ կան, որ թեկուզ այս չպետության ժամանակ կարելի է այսօր զբաղվել այդ ծրագրերով, հերանեկարային իմաստով, սակայն ոչ միայն պիտի անել այդ եւ միաժամանակ պիտի կատարել քաղաքական ներդրում։ Մեր գլխավոր դժբախտություններից մեկը այն է, որ ունենք այսօր ազգային բուրժուազիա, ինչպես ասում են, եթե գոյություն չունի ազգային բուրժուազիա, ուրեմն չի կարող նաեւ ձևավորվել ազգային էլիտա։ Չի կարող, առանց ազգային էլիտայի ինչպես կարող ենք մենք ազգային քաղաքական
գլուխ ձևավորել, ինչպես կարող ենք մենք ազատագրական պայքար մղել, ապակաղուտացման պայքար մղել։ Այս եւ այսօր սպեղերը մեր շարժումը մեծ հաշվով նաև չարչարվում է եւ դանչվում է գլխավորապես, որովհետեւ ազգային բուրժուազիա գոյություն չի ունեցել։ Գոյություն, այսինքն մեծահարուստներ կան, սակայն այդ մեծահարուստները այս վերջի դասնամյակներին ոչ մեկը մադին չդվեց Հայաստանում իսկական ազգային հերանեկարներ ծրագրերի վրա ներդրում կատարել, որի արդյունքում մեզ գահաճողվեր իրոք արմատական փոփոխություն անել։ Այսինքն եթե 10 տարի առաջ, 15 տարի առաջ սկսվել այդ ներդրումը 18 թվականներին կամ 16 թվականների այդ բորտկումները գահաճողվեր եւ իրոք մեզ գահաճողվեր արդեն ինքնիշխան պետությունը ստեղծել։ Սակայն այդ ամեն ինչը չի եղել եւ այդ օժանդակության բացակայության պայմաններում մենք փորձել ենք մղել այդ ազատագրական պայքարը, այսօր էլ շարունակում ենք այդ պայքարը մղել։ Անշուշտ մենք կողմ չենք արդյունքներից, բայց մենք ամենակարևորը չենք հանձնվել եւ ամենակարևորը որ մենք կանք։ Դա լինի մեզից մի մասը փանդում թե ազատության մեջ։ Մերս լինենք անգամակ ես ուզեի որ այստեղ անի ինքնա կովերկության խնդրով չեմ զբաղված։ Ես շատ կարևորում եմ այս փոփոխությունների շեմի ժամանակին, որ գտնվում ենք, Հայաստանում արգա է փևերի նման մի ուժ, բարեբախտաբար փևերը գա, բայց բազմաթիվ հայ մարդիկ կան նաև այսօր հայտնի գործիչներ կան, որոնք նույնանման են մտածում, առնվազն նրանք եւս համաձայն են, որ փոփոխությունը լինելուց հետո երկրի ղեկին պետք է հայտնվեն անհատներ, որոնք ունեն ազգային մտածելակերպ, այլ ոչ թե կենթական են լինելու թուրքական կողմին կամ ռուսական կողմին։ Դուրս այս վիճակից Պարոն Սեֆիլյան, հարցեր էլի կան, բայց առայժմ կթողնեմ 20 րոպե բանա մնացել 3 ժամ լրանալուն, մի երկու հարց ես տամ Արմինեին խոսք կտանք։ Պարոն Սեֆիլյան, ՊՊՑ գնդմի գրավման ժամանակ դուք բանտում էիք, բայց միջև այդ գործողությունները դուք ինչ որ տեղեկություններ բան ունեիք, որ նմանատիպ բանը նախապատրաստվում։ Ուրեմն ինձ կանոնավորել են ՊՊՑ գործողությունից մոտավորապես 1 ամիս առաջ։ Նաև մեղադրանք առաջադրելով, որ ես իբր մտածություն եմ ունեցել այսինչ կամ այնինչ ռազմավարական նշանակություն ունեցող դարաշներ գրավելու, զավթելու այդ բادرվագով ինձ մեկուսացրել էին, գլխավոր մեկուսացման պատճառը բոլորս հիշում ենք Քարորիա պատերազմից հետո մենք հարց էինք բարձրացրել գործրած դարածքների վերաթարցնելը հեկտարի մասին է խոսքը, պարոն Այո, դա մենք բահաշն էինք ներկայացրել եւ գամավորական հավաքագրմամբ էինք զբաղվել եւ էլեկտրոնային մեր այդ որ ցուցակագրումը սկսեցինք, ես հիշում եմ 1000 հոգի կամ 1700 հոգի մարդ արդեն արձանագրվել էր եւ մենք շատ ակտիվ լծված էինք այդ ռեսուրսը մարդկային դասակարգելու, գազմագերբելու, ովքեր փորձ ունեն, ովքեր փորձ չունեն եւ մեզնից պատվիրակություն էր գնում պաշտպանության նախարարություն ասելու որ մենք պատրաստ ենք ձևավորելու մի զորամիավորում ժամանակավոր որտեղ գամավորներով գնանք այդ խնդիրը լուծենք ես դրանով եմ զբաղված եւ այդ զբաղմունքի ժամանակ է որ ինձ մեկուսացրեցին այսինքն նրանք հավանաբար մտավախություն ունեին որ այդ համախումբը գնալով կազմակերպվի եւ հետո իրենց վերահսկողությունից դուրս կգա որովհետեւ ինչպես ասում են քող սիրտը տող մենք հիշում ենք այդ օրերին ժողովրդի ադելությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչքան բարձր էր այդպես ինձ մեկուսացրեցին եւ դղաների ապստամբության փորձը եւ որ արվեց եթե հիշում եք այնտեղ 3
Բահանջ կար, բահանջներից մեկը նաև քաղաքապետարների ազատարձակումն էր, որոնցից մեկը ես էի, բայց նաև միայն ես չէի քաղաքապետարների այդ օրերին Շանթ Հարությունյանը գար եւ Շանթի ինգերները գային, ամենակարևորը սակայն որ այդ ապստամբության փորձ անող մեր ընկերների բանջներից 3 բանջներից մեկը անմիջապես քաղաքական փանդարգալների ազատարձակումներ միջայլոց որի ուղղությամբ այդ գեղձ բանակցությունները Սերժի գոմը արդեն սկսել էր տարբեր բանակնասներ բանդ գնում գալիս էին իմ մոտ իբրև թե ցույց տալու որ գուցե այո եւ այլն ցև գտնենք այսպես անենք այնպես անենք անշուշտ իրենք ժամանակ էին շահում մենք շատ լավ հասկանում ենք այդ ամեն ինչը միջայլոց ասեմ որ այնպես չէր որ այդ դղաների զոհությունը եւ այդ ապստամբության փորձը բարդատիր չէր այդպիսի ավարտ ունենար կարող էր շատ ավելի վատ ավարտվեր այսինքն առնվազն դղաները ողջ են մնացել սա հրաշքի նման մի բան է մյուսը կարող էր նաեւ իրոք հեղափոխություն լիներ մենք հիշում ենք այդ օրերին 20000-ի շուրջ մարդ այդ բռնությունների ներքո փողոց էին դուրս եկել դա երևույթ էր եւ BBC լրագրողը փողոցում հարցումներ էր անցկացրել Երևանում դարբեր տեղեր ոչ մի հայ մարդ չէր կդեր որ թեմ արտահայտվեր դղաների գործողությանը մի գերբ են դորվա իշխանությունները մի գերբ են ազատվել մի գերբ այսինքն եթե այդ օրերին քետնի վրա ինքնագազմագերբում բացի մեր ուժից որոնք մի մասը փանդում մի մասը ընդհատագում մի մասը հալածված որևէ ինքնագազմագերբում լիներ քետնի վրա եւ այդ ժողովուրդը առաջնորդվեր իսկական հեղափոխություն 16 թվականին գլներ Պարոն Սեֆիլյան, եւս մեկ անհանգստացնող հարց կա, իմիջիայլոց ներքևից էլ գրեցին, պարոն Պավլիկ Մանուկյանի հետ կապված։ Պարոն Սեֆիլյան, ինքը ՊՊՑ գնդի գրավման ժամանակ զինյալներից մեկն էր։ Հիմա ինքը ձեր շարքերում է թե ոչ։ Բազմաթիվ ասեկոսեներ են պատտվում տվյալ անձնավորության շուրջ կխնդրեմ մի քիչ պարզաբանեք ցավոք միջև մեր փանդից դուրս գալը այսինքն 18 թվականի մասին է խոսքը Պավլիկի կողմից եղել են քայլեր որը ընդհանուր խմբի քաղաքական մեր շրջանագի որոշումներին դեմ ա եղել Եվ հաջորդող ամիսների ընթացքում գնալով այդ վիհը խորացավ եւ Պավլիկը առանձնացավ մեզնից իր որոշմամբ ինքնա հերացել եւ որոշ ժամանակ նաեւ մեր նկատմամբ ցավոք ոչ ճիշտ դերակցություններ հրապարակելով է զբաղվել այս կամ այն մեզ թշնամի համարվող ուժեր փորձել են օգտագործել Պավլիկին Այսօր Պավլիկը փանդում է եւ ես ճիշտ չեմ համարում ամեն ինչի մասին բաց հիմա խոսելու ինչպես մեր բոլոր մնացած դղաներին օր առաջ ազատությամբ մենք զբաղվել ենք եւ զբաղվում ենք նույնպես Պավլիկի հարցով կամ բոլորին հա անխտիր բոլորին կապ չունի Արմեն Միլյանը եւ Պավլիկը ինչպես վերաբերվել են մենք բոլորի ազատությամբ զբաղվում ենք անկախ իրենց վերաբերմունքից բանավանդ որ այսօր Պավլիկը որ փանդում է ես շատ բաներ չեմ ասի հուսով եմ բոլորը կլինեն ազատության մեջ եւ եթե պետք լինի շատ բաներ բարձրափանելու մեր ժողովրդի համար այդ ժամանակ կբարձրափանենք այսքանը շնորհակալություն խոսքը փոխանցենք Արմինեին պարոն Սեֆիլյան Քանի որ ժամանակը կարճ է, մեկ հարց խնդրեմ Արմինե ջան։ Բարի երեկո բոլորին, բարի երեկո պարոն Սեֆիլյան։ Ուրեմն իմ հարցը ճիշտն ասած մի քիչ շարունակությունն է Արթուրի հարցին, որը վերաբերում էր Արցախի վերադարձին։ Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ Արցախի վերադարձը, Արցախը վերադարձնելը բնականաբար մեկ օրվա խնդիր չէ եւ ահագին կարելի ասած երկարատև ժամանակ է պահանջելու մեզանից։ Ոստի որպես արցախցի լինելով ես այնպիսի մտավախություն ունեմ, որ
մինչև այդ օրվան հասնելուն Արցախահայությունը բարենպաստ կյանք փնտրելու կամ այսպես ասած գոյատևելու համար կսփռվի աշխարհով մեկ։ Ուստի դուք գալով իշխանության, ինչպիսի լուծումներ եք տեսնում պահպանելու Արցախահայությանը թեկուզ Հայաստանում, որ տարածվելով աշխարհով մեկ կոպիտ ասած չկորչեն, կարողանան հետագայում վերադառնալ Արցախ, քանի որ նույնիսկ 90-ականների պատերազմից հետո, երբ մենք ունեցանք հաղթանակ, գիտենք, որ ահագին արցախահայեր հետ չվերադարձան, քանի որ արդեն համակերպվել էին օտարափերում իրենց կյանքը դասավորելու հետ։ Շնորհակալություն։ Այո, Շահումյանի փորձը մեր աչքի առաջ է, հիշում եմ 92 թվականին, այդ ժամանակ էլ շատ ցավալի էր, որ Շահումյանի ժողովրդի մեծ մասը հեռացավ ոչ միայն Արցախից, նաև Հայաստանից, Ռուսաստաններում մեծամասամբ։ Ես էլ ծեր մտահոգությունը առաջի օրվանից ունեցել եմ մինչ այսօր, ամեն ինչ պիտի անենք, որ Արցախահայությունը այսօր մեծ մասը, որ բարեբախտաբար Հայաստանում է, չլքեն Հայաստանը։ Ծեր հորետեսությունը այն իմաստով, որ շատ ժամանակ է խլելու Արցախ հետ վերադառնալը, ես վստահ եմ, որ ծեր այդ հորետեսությունը գալիս է նրանից, որ այսօրվա իշխանությունները արգային, այսինքն այսօրվա իշխանությունների մթնոլորտն է հավանաբար այդպիսի դրամատրությունները կամ այդպիսի միտք է ձևավորում, որ շատ երկար կդեվի Արցախ վերադառնալը։ Ես ես վստահեցնում եմ, որ ազգային իշխանություններ ձևավորվելու բարակային բոլորովին այդպես չի լինելու։ Ես տեսնում եմ, մենք տեսնում ենք շատ կարճ ժամանակում Արցախի ժողովուրդը Արցախ վերադարձնելու եւ անշուշտ ոչ թե թուրքական լուծի տակ, ադրբեջանական լուծի տակ։ Մեր ինքնիշխան թիրքերով պիտի վերադառնալու հնարավորությունը մենք տեսնում ենք եւ ասում եմ ցած որ բևերի իշխանության լինելու մարդատիչ չէ բևերի իշխանության լինելու դեպքում խոսքը վերաբերում է ազգային իշխանություն ունենալու դեպքում շատ կարճ ժամանակում դա կարելի է գանքի կոչել իրոք այդ մտահոգությունը կա որ արցախցիներ Արցախի ժողովուրդ հայրենագիստներ պետք չէ լքեն առաջի օրվանից որ Արցախից մեր հայրենագիստները դուրս են եկել ես տարբեր առիթներով որ եղել է գոչ անելու մամուլի հետ շփվելով ես բարձրացանել եմ այժմ եւս գոչ եմ անում մեր Արցախի հայրենագիստներին որ մի կերպ դիմանան բարդքերով դիմանանք չլքենք Հայաստանը չլքենք վստահ լինելով որ ազգային իշխանության ձևավորից հետո շատ կարճ ժամանակում պիտի վերադառնանք պիտի այսինքն Հայաստան առանց Արցախի հնարավոր չի պատկերացնել ժողովուրդ այսինքն եթե ուզում ենք եթե հայ ժողովուրդը պիտի շնչի եթե հայ ժողովուրդը պիտի կոյադևի դա միայն ու միայն Արցախը վերադարձնելով է հնարավոր առանց Արցախի հնարավոր չի սա փաստ է սա իրականություն է սա միայն այս գիտակցությունը պիտի քերիշխի սկսելու համար հա Արցախահայությունը այսօր որ տարբեր պատճառներով հորեդես է քաղաքականապես հերույ է բևերից տարբեր ցևերով վախեցնում են իրենց մասնակցություն ունենան մեր մղած ազգագրական պայքարին բայց իրենք թող իմանան որ այս մեր ամեն ինչ որ անում ենք դա մեր համար չի միայն դա առաջին հերթին Արցախի մեր հայրենագիստների համար է որ պիտի վերադառնանք այդ սուրբ հողը մենք պիտի վերադառնանք շատեր չեն գիտակցել որ այդ հողը եղել է սուրբ այդ գիտակցությունը իմ մոտ դասնամյակներ է եղել է որ այդ հողը սուրբ հող է մեր հայրենի հողը սուրբ հող է հիմա որ մի ծանր միտք էլի ասեմ ու անցնենք առաջ երբ դարիներ շարունակ ցեղասպանությունի դա 1015 թիվը հիշել ենք փորձել ենք գնահատել այդ կորուստը հարվածը որ ստացել է մեր ժողովուրդը ես միշտ եղել եմ այն կարծիքին որ ամենամեծ հարվածը ոչ թե 100,000-ավոր կամ միլիոնավոր մարդկային կյանքի գորուստն է եղել այլ ավելի մեծ գորուստ է դվյալ ժողովրդի հայրենի հողից զրկվելը
հայրենի հողից բռնի դեղահանումը։ Այդ գորուստից մեծ գորուստ չկա։ Ես հասկանում եմ, այսինքն միջև այդ էլ ես դաստամյակներ գիտակցել եմ այդ դա ինչպիսի մեծ գորուստ է, եւ ես հիմա վստահ եմ, որ Արցախահայությունը բոլորն էլ այդ իրենց գաշվի վրա են զգացել։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ չեն քնում։ Հնարավոր չի քնել։ Դագադի չեմ ասում, դարեց մարդկանց, դարեց մարդիկ չեն դիմանալու եւ նկատում ենք դա։ Այդ ցածանր հոգեվիճակը մարդիկ յանքից շատ շուտ հեռանում են։ Դրականատեսն ենք, այս ամեն ինչը, այսինքն վերլուծելու եւ կանխատեսելու համար մեծ խելք պետք չի։ Ինչ ասեմ, պիտի դիմանանք եւ պիտի գիտակցենք, որ այս կյանքում, այս մեր մարդկային կյանքում նյութական արժեքներից շատ ավելի արժեքավոր հարթություններ գոյություն ունեն եւ հայ ժողովուրդը ես կասեի էությամբ ամենամոդիկն է այդ արժեքավոր հարթություններին, որը նյութականից շատ հեռու է, հազարամյակներ մեր բաբերը դա ապացուցել են։ Ես կարծում եմ, որ այդ ուժը մեր մեջ կա, վերակտնելու մենք մեզ եւ համապատասխան զոհությամբ անպայման ոչ միայն Արցախն ենք վերականգնելու, վերադարձնելու, այս անգամ Նախիջևանն էլ հետն ենք վերադարձնելու։ Այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արմինե ջան։ Հարցել կխնդրեի, եթե կարելի է։ Արմինե ջան, մնացել է ընդամենը 6 րոպե։ Համառոտ, շատ կարճ, այնքան որ Յան եւս 20 րոպե կարող ենք ավելացնել, որովհետեւ նոր մարդիկ ավելացան եւ ուզում են Ինչ խնայեք Ալեքսի ջան։ հնարավորինս կարճ ու արագ պատասխանել։ Եթե շատ ուզենակ կարող եմ 10 ժամ էլ նստեմ, բայց ուրիշ էլի արիտ կստեղծենք։ Ժամը 12-ով սահմանափակվենք։ Էլի արիտ կստեղծենք, եթե Այո, անշուշտ։ Ուրեմն Արմինե ջան, փոխանցենք խոսքը 6 րոպե մնացել, կարողանանք ադմիրալին էլ խոսք տանք։ Շնորհակալություն ուրեմն հարցից պատասխանելու։ Շնորհակալություն Արմինե ջան, որ բարձրացաք։ Ադմիրալ ջան, Արաքս ջան, բան ունեիր ասելու դու։ Լավ, Ադմիրալ ջան, խնդրեմ, ձեր մեկ հարց, Ադմիրալ ջան, Մեկ հարց, բարև հայ ժողովուրդ, բարև ձեզ, Դավիթ ջան, ժողովուրդ ջան, բարև ձեզ, պարոն Սեֆիլյան։ Կարճ հարց։ Արի ողջույն։ Ես ծանոթ եմ Սասնա ծռեր ուժի գործունեությանը, շատ եմ լսել ձեր մասին, անձամբ ծանոթ չենք, ծանոթ եմ մի քանիսի ձեր ներկայացուցիչների հետ, հետևել եմ բոլոր, ասենք, իրադարձությունները, որը կատարվել է կամ եղել է Սասնա ծռերի մասնակցությամբ, ու հարցս ինչի մասին է։ Շատ եմ լսում վերջերս նախ անցած տարվանից, որ հեսա, Իմեն ջարոց ասենք բևեր համակրող մարդկանց կողմից, հեսա չի լինելու ես իշխանությունը։ Իմ մոտ կդրդվում է, միայն Ես, չի լսվում ձեզ։ Հիմա լսում եմ, ես մի քանի վայրկյան չլսեցի։ Կապը մի քիչ հակալավ չէր։ Ասենք, ես չէի ասի, որ ես երազում եմ, որ տեսնեմ բևերին որպես Հայաստանի իշխանություն, բայց իմ հասկանալով, այսօրվա սպառնալիքները ու այն փորձանքը, որ մեր գլխին եկել այսօր, դա ավելի մեծ փորձանք կարա լինի մեր գլխին, ու բևերը չի կարա այդ ձևի վնասներ բերի Հայաստանին, ինչպիսին կարան բերեն այսօրվա կառավարությունը։ Դրա համար չնայած ոչ մի հակամտկերի, որով իմ ասենք հայացողությունը չի համընկնում բևերի հայացողության հետ կամ իմ կողմնակից մարդկանց, հարց եմ ուզում տամ պրակտիկ բանից, երբ դուք այսօր նշեցիք, որ հնարավոր չի ընտրություններով փոխել իրադրությունը Հայաստանում, որ հնարավոր չէ այդ ճանապարհով ինչ-որ ձևի հասնել հաղթանակի կամ վերացնել այս իշխանությունը։ Դրա համար պրակտիկով երբ կա ինչ-որ կոնկրետ ասենք։ Դժվար է, երբի ճիշտ ժամանակ տալը շատ դժվար բան է, նույնիսկ
չեմ էլ կարող, այսինքն դա հստակ չի, որովհետև այնքան հարաբերող ժամանակներ են ապրում, երբ կարող է որևէ ժամանակ հստակ լինի, այսօր ես շատ կդժվարանամ որևէ ժամկետ, բայց ես իմ խոսքի ընթացքում ասեցի, որ ես համոզված եմ, որ այս տարի փոփոխության տարի է, եւ ամեն ինչ պիտի անենք, որ ինչպես դուք ասացիք, որ ասենք բևերը ծեր այսինքն նախընտրելի ուժը չի, բայց հասկանալով, որ այս ուժը չի կարող այդքան վնասել կամ ինչքան այսօրվաններն են։ Ես պիտի խնդրեի, որ բոլորս այս մտադրությունը, որ ծեր մոտ կա, որ ինչ որ չափով համերաշխության տարբեր շրջանակներ են այսօր ազգային մտածելակերպով, ինչ պատճառներով գործակցությունը մինչ այսօր չի լինում կամ բարբերաբար անհեթեթ անհասկանալի ճշտամանք է լինում, որը ես երբեք չեմ ընդունել եւ չեմ ընդունի, որտեղ ըստ էության ներազգային իմաստով մենք չենք կարող ճշտամիներ դառնալ։ Առաջիկա շաբաթներին շատ կարեւոր է, որ այս ոգին քերիշխի, ասենք առնվազն ազգային մտածելակերպ ունեցող շրջանակներում պիտի քերիշխի այն գիտակցությունը, որ սիմպաթիան եւ անձնական ճաշակը մի կողմ թողնենք, այս մարդուն կհավանեն կամ չէ, իրոք այս վիճակից դուրս գալու հայտնի օրագարկի շուրջ պիտի կարողանանք գործակցել։ Բոլորս, այստեղ ովքեր ես ում հետ որ շփվում եմ այս բան, ես խոսքս ուղղված է բոլորիս։ Պիտի ցևը գտնենք գործակցելու ժողովուրդ։ Մինչև երբ հերավար նստում ենք իրար ինչ որ գարձիկներ ենք հայտնում, առաջարկություններ ենք անում, տեսնում ենք ոչ մի բան դեղի չի շարժվում։ Մենք մինչև իմի չկանք, ժողովուրդը իմի չի գալու։ Ժողովրդին երբեք չմեղադրենք, բայց փոփոխությունը անպայման ժողովրդով է լինելու։ Միայն մեր իմի գալով չի լինելու, բայց առաջնահերթորեն մեր իմի գալն է պետք։ Երբ որ ժողովուրդը տեսնի տարբեր մարդիկ, որ երկար տարիներ տարբեր պատճառներով իրարից հեռու են եղել, սակայն այսօր իրենց մեջ ուժ են գտել եւ գործակցում են, սա ոգևորելու է։ Սա համախմբման գործոն է դառնալու, որի ուղղությամբ ճշտամին անընդհատ աշխատել է տարիներ շարունակ, որ այդ մոդիգացումը չլինի։ Ներկաները ովքեր որ լսում են մեզ, իմ հորդորն է, որ մենք ձևը գտնենք այդ մոդիգացմանը։ Բևերի խնդրանքը եւ հորդորը սա է։ Շնորհակալություն։ Ես բևերակալություն ադմիրալ ջան, ուղիղ 12-ն է, մեր հյուրին պարոն Սեֆիլյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բոլորիդ շնորհակալ եմ, որ 3 ժամ դիմացաք։ Չէ, մեծ հաճույքով, հուսամ մի առ ժամանակ հետո նորից կկազմակերպենք նման։ Եթե հարցեր գուտակվում են, ինչ պատրաստ։ Իհարկե, հավատացեք, բազմաթիվ հարցեր կար, որ կարելի էր տալ ուղղակի զուտ ժամանակի սեղության պատճառով չտվեցինք մյուս անգամ։ Նորից շնորհակալություն ձեզ մեզ միանալու համար։ Քանի որ պարոն Սեֆիլյան, ձեր ներկայությամբ եմ ուզում ես հայտարարություն անեմ, ձեր թույլտվությամբ։ Նախ ներողություն եմ խնդրում լիֆտում բարձրացած մարդկանց, ովքեր հնարավորություն չունեցան պատասխանելու, հաջորդի էլի է լինելու հանդիպումներ Բևերի խորհրդի անդամների հետ, բայց քանի որ այստեղ ներքևում շատ էին պրովոկատորները եւ մեզ մեղադրում էին այլակարգությունը չընդունելու, ես ձեր ներկայությամբ ուզում եմ այս հայտարարություն անեմ, որ ոմանք թող չշփոթեն զրպարտանքը, անհիմն գնահատականներն ու վիրավորանքները կարծիքի հետ։ Ես ձեր թույլտվությամբ, պարոն Սեֆիլյան, ժամանակ առ ժամանակ անդրադառնալու եմ նման մարդկանց, որովհետև մենք երկար ժամանակ լռել ենք նման զրպարտանքներին եւ նման երևույթները շատ են ավելացել բոլոր սոցհարթակներում։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր խնդրանքը։ Առաջիկայում նորից կհանդիպենք։ Ինձ էլ մի րոպե տվեք, ես էլ մի միտք ավելացնեմ։ Այսինքն հիմնականում, ես քիչ առաջ խոսեցի բոլորիս, ասենք, ազգային շերտի համագործակցության անհրաժեշտությունից խոսեցի։ Այժմ իմ խոսքը ես ուղղելու եմ Բևերի աջակիցներին։ Ես հասկանում եմ, որ նամանավանդ Արցախի այս կատարվածից հետո, մանավանդ հայաթափումից հետո
մարդիկ չեն դիրապետում իրենց խոսքին, իրենց ներվերին, հասկանալի է, մեղադրելի չի։ Այնուամենայնիվ իմ հորդորն է մեր աչագիստներին, իմ մոտ դպավորություն է, որ մեր աչագիստների շատ շրջանակներ կարծես ցանկապատել են իրենց շուրջը եւ իրենց տարածք որևէ այլ մարդու չեն պատկերացնում, ովքեր որ Պևերի հասցեին հագարակ գարձիկ են հայտնում, մի անգամից ասում են, որ այս մարդուն մեր ցանկապատից չբրդեք ենգում, սա մեզ պետք չի։ Իմ հորդորն է, որ բոլորի հետ պիտի շփվենք։ Խոսքս չի վերաբերում այդ հերորանքներ տարածողներին, առավել եւս հայոյախոս գերբարները, խոսքս դրանց չի վերաբերում։ Այն մարդիկ, որոնք այսօր Պևերի գարձիկը չեն գիսում, ունեն իրենց գարձիկը, մենք պատրաստ ենք, ես անցամբ եւ մեր աչագիստներին հորդորում եմ, բոլորս պիտի պատրաստ լինենք անընդհատ շփվելու, երկխոսելու, որ առանց այդ երկխոսության, առանց այդ գարձիկների փախման մենք այս զանը վիճակից չենք կարող դուրս գալ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սեֆիլյան։ Վերջին նախադասության տակ ես անձամբ ստորագրվում եմ։ Վերջին նախադասության տակ ես անձամբ ստորագրվում եմ։ Դա համաձայն եմ լրիվ։ Շնորհակալ եմ։ Այո։ Մեր լիֆտում գտնվող մյուս հյուրերից էլ ներողություն ենք խնդրում, չկարողացանք ձեզ ձայն տալ, պարոն Սեֆիլյան, նորից շնորհակալություն, հուսամ նորից կհանդիպենք։